Կարճի մոտ միանգամից խնդրեմ կա, որ ես գիտեմ, որ ես մի գաղափարախոսության տեր չեմ։ Ես տարբեր իրավիճակներից կախված ու ես չգիտեմ հիմա որով եմ ընտրելու։ Ընդհանրապես Աշոտ քո դիագնոզը Տիգրանը տվել է դու անարխիստ ես։ Ինքն է իր Չէ, դիագնոզը ես եմ տվել, բայց նա էլի է խնդիր։ Ոսկի եթե ես ընդունում եմ որ անարխիստ եմ, հա, ուստի սկսում է նրանից որ պետության մասնակցությունը արդեն է որ պետությունը ընդունում է որպես անպայման բաղադրիչ, արդեն խնդրեմ առաջանում է։ Դու դրա հետ խիստ անհամաձայն ես։ Չէ, դա ուրիշ հարցեր էլ կան էլի, որ տենց բան են անում։ Ոչ մի հատ բացրենք ինչ ենք անում։ Խոսում ենք բաներից, գաղափարախոսություններից, համայն ինտերնետներում տարբեր թեստեր կան, որով կարող եք գնահատել ձեր գաղափարական բանը, պատկանելիությունը, ուղղվածությունը, կա political compass ասածը ու դրա ադապտացիան հայկական, որը political dialogue կնա, արել իրանց կայքում կա, այսօր փորձելու ենք համ այդ հարցերը անցնենք, համ իրար հետ քննարկենք եւ հասկանանք մեզ ուրա հասցնում, մենք սպեկտրի որ ծայրում ենք։ Այո, ըստ դրա էլ բացահայտենք նաեւ հենց գաղափարախոսությունները իրենք ինչ են։ Կլասիկ իմաստով ասում են բան էլի, ինչ որ սկզբունքների, արժեքների ամբողջություն, որով մեր ընկալումը առհասարակություն ուղղված է, էլի։ Դրա համար կարանք սկսենք։ Այս պահին մենք շատ տենց ամենախորքը չենք գնա որտեղից է ծագում, ոնց է եկել, սենց ընդհանուր քննարկման։ Այս հարցերով 36 Հետո կարող է գանք դրան։ Ես ուզում եմ դրա մասին ինչ խոսամ, բայց հələ որ այս հարցերով անցնենք, դե առաջին հարցը ով է լավ կարդում կարդացեք։ Պետության մասնակցությունը տնտեսությունում պետք է բացառել։ Շուկան պետք է ինքնակարգավորվի։ Այստեղ 5 տարբերակ կա. խիստ համաձայն եմ, պատասխան չունեմ, համաձայն չեմ, խիստ անհամաձայն եմ։ Դե այստեղ խիստ համաձայն եմ։ Խիստ համաձայն ես, հա, պետք է բացառել։ Օրինակ ես չեմ կարծում որ պետքա բացառել, մենք նախորդ մեր քննարկումներից մեկում խոսել ենք արդյոք պետությունը պետքա մեծ կորպորացիաներում մասնակցություն ունենա թե չէ։ Ես կարծում եմ պետքա ունենա, դրա համար ես համաձայն չեմ։ Ես էլ համաձայն եմ։ Շատ բաներից է կախված իրականում։ Դες եթե մենք վերցնում ենք չսենց վակուում իդեալական կերպար, ես մտածում եմ որ պետքա բացառել։ Դեմ չենք, բայց այն սիստեմը, որում տենց է պատասխանում ենք։ Էլի ասում, որ տիպը այն սիստեմը, որում մենք ապրում ենք, այդ անհնար է, որտեղ արդարացեք ձեր բաների պատկերացումների համար աշուտ։ Չէ, ես օրինակ ես համաձայն չեմ, բայց ես օրինակ մեկու մեջ մտածում եմ, որ օրինակ Հայաստանին գոնե ավելի բան է պետք ազատ պետությունը քիչ մասնակցություն ունենա։ Ես մի հատ բան էլի ճշգրտում, սոցիալիզմը ու սոցիալ-դեմոկրատիան են, հա, ավելի շատ հակված այն տեսակետին, որ պետությունը որոշ դեպքերում պետքա մասնակցություն ունենա շուկայի կարգավորմանը։ Սոցիալ-դեմոկրատիան ավելի քիչ, սոցիալիզմը շատ ավելի շատ մասնակցություն հիմնական բանն է, չէ, իր երևի առանցքն է։ Այդ ձախակ այդ ձախ, ոնց ասում են ձախաճ, այդ ձախերն են, որ կարծում են, որ արդարությունն ավելի առաջնայինական ազատությունը ու պետությունը այդտեղ ավելի մեծ դեր ունի, էլի, այսպես ասած։ Եթե տենց կոմունիստ չես, որ ասում ես պետությունը պետք է ընդհանրապես չլինի, հա։ Բնությունը թեկուզ չնչի ախտոտող արդյունաբերական ձեռնարկությունները պետք է փակվեն, նույնիսկ եթե դրանք ստեղծում են աշխատատեղեր եւ նպաստում են տնտեսական աճին։ Խիստ համաձայն եմ։ Ես խիստ անհամաձայն եմ։ Տարբեր տեղեր են երկու անարխիզմատիկ դա ես իրական վերջում բարձր լիբերալ կապիտալիստ եմ։ Իմ համար այս հարցը շատ դժվար է, որովհետև ես մտածում եմ բա այն հանքերը ոնց որ հիմա գործում են այդ հանքերի հետ ինչ պետք է անել ուղղակի։ Դու տես պրակտիկ մի մտածել սկզբունքային տեսանկյունից։ Ես նոր աշխատել ես պրակտիկ չեմ մտածում ոնց պետք է արվի, արդյոք հնարավոր է։ Ես չեմ մտածում որ հիմա Հայաստանում պետք է հանքերը փակեն։ Ես ուղղակի մտածում եմ որ եթե աշխարհում ընդունվի այն մտածելակերպը որ պետք չի ամեն տեից ամեն ինչը հանել, որ մենք անverջ աճենք նիպանյատնի ինչի համար, այդ ավելի ճիշտ մոտեցում է։ Ես երևի կառաջնորդվեմ այն տեսակետով, որ մենք մենակ մենք չենք շահագործողը այս բնության, էլի մենք իրան ամեն դեպքում թողնում ենք հաջորդ սերունդներին ու լավ կլինի ճավել։ Լուծումների մասով պատկերացրու ինչ որ ուժ է գալիս մարդը գալիս, որ քեզ ասում է այս լուծումներով ես էս անելու եմ, էլի։ Այսինքն քո արժեքները բան է, էլի տեսնում ես որ լուծումները կա դրանով։ Ես ուզում եմ համոզեմ։ Չէ, ես համաձայն եմ որ պետքա չլինեն։ Բայց ասում եմ թեկուզ չնչին ախտոտող, բայց հա, հավանաբար ես շատ եմ կարդացել Ամուլսարի հանքի պատմությունը եւ այդպես ձևավորվել է իմ կարծիքը։ Ուրեմն, գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացը հիմնականում նպաստում է ավելի բարեկեցիկ եւ ավելի առաջադեմ հասարակության ձևավորմանը։ Այո, ես խիստ անհամաձայն եմ։ Շատ ռադիկալ եմ հլով։ Okay։ Ամենտեղ խիստ եմ։ Բայց ես ուզում եմ բան անեմ, քիչ ասես։ Ես ուզում եմ բան անեմ, ասեմ որ կարող է դու կենտրոնանում ես
այն շեղվող վատ кейսերի վրա եւ դրանով էս հիմնավոր։ Նայ, օրինակ, ամեն նոր վիդեո տեխնոլոգիա, նոր etapը տեխնոլոգիաների լուծում է ինչ որ խնդիրներ, ու դրա համար մենք ենթադրում ենք, որ մյուս տեխնոլոգիան կլուծի այն խնդիրները, որ առաջացրել է այս տեխնոլոգիան, բայց խնդիրները կուտակվում են։ Դες մենք գնալով դեպի կատաստրոֆա են գնում, այդ մեկը երկրորդը տեխնոլոգիական աճի արդյունքներից մեկը այնա, որ մենք երջանիկ չենք, որովհետև մենք ունենք անվերջ ընտրության հնարավորություն, կան էքսպերիմենտներ, որ ցույց են տալի, որ մեծ ընտրությունը ավելի դժբախտության է բերում զգացման, որ այդ ընտրության պարադոքսա կոչվում, երբ որ դու մեծ ընտրություն ունես, դու երբեք գոհ չես քո ընտրությունից։ Չես կողմնորոշվում, հա, որ ներ Ու ամենալավ։ տեխնոլոգիաներից մաշվում ես այդ անդհատ ընտրելուց եւ այլն։ Հա։ Ու լիքը ուրիշ հարցեր, այսինքն ինչ որ տեղ իհարկե լավացնում է, բայց նաև իր այդ մեծ քանակի խնդիրներ ա բերում, որոնք կուտակվում են ու ի վերջո բերելու են կատաստրոֆայի։ Կարող է դա ավելի շատ կախված է ոնց որ լուծում տվողների կամքից ու իրանց դիրքորոշումներից է, ոչ այնքան տեխնոլոգիաներն են խնդիրը, ինչքան թե դրանք ոնց են Եվ օգտագործվում։ այստեղ ասում եմ առաջընթացը, եթե ասում են գիտությունը տեխնոլոգիան առաջ է գնում, արդյոք դա հիմնականում քո մեր ընկալմամբ բերում է ավելի բարեկեցիկ եւ առաջադեմ հասարակություն։ Օրինակ բյուրոկրատիայի նվազեցումը, որ դու կարաս թղթերը ձեռքդ չգնաս ստեղից ընդեղ, ավելի բարձ բան են փորձում բյուրոկրատիան ավելացել է իտովում։ Ինձ թվում է այդ օրինակ մի քիչ շատ ավելի հակասական բան է, որովհետեւ հա կարելի է վիճել ասել օրինակ թվային ու չես իմանում ինչ են անում, ոնց են անում, այդ վստահությունն է կորում բան, բայց իմ մաման օրինակ չգիտեմ, տարիների ընթացքում բանն է աճում, չգիտեմ մարդկանց երկարակեցությունը, այսինքն կյանքի տևողությունը միջին աճում է, child mortality-ն, երեխայի մահացությունը զգալի նվազում է։ Հա, ասենք բժշկական ոլորտում շատ լուրջ բարեկեցություն։ Եվ թե բանը, թե տեխնոլոգիական։ Բայց նաև իր կոնտրբալանսն էլ կա, էլի, որ այդ բժշկական համակարգը շատ մարդկանց ավելի շատ խնդրեմ է։ Իմ ընկալմում դա հստակ բերում է, էլի, այսինքն ինչն է մարդիկ ավելի երկար են ապրում, ավելի առողջ են ապրում, ավելի սնվում են նորմալ այդ նույն տեխնոլոգիաներով ու հաղորդակցության ուղիներով, այսինքն մի 100 տարի առաջ այս տարածությունում ես փոխում եմ դեպի համաձայնեմ, ուղղակի։ Ասում եմ ես հա կարող եմ։ Նորից իմ մոտ խնդիրը գործիչի պես համոզում եմ եկի։ Չէ, խնդիրը ես հասկացա, որ իմ մոտ խնդիրը այնա, որ այն կապիտալիստական դեմոկրատիկ համակարգում, որում մենք ապրում ենք, տեխնոլոգիաները մեծ մասով չարիք են բերում, բայց իրանք իրանցով չարիք չեն։ Այսինքն ավելի լավ համակարգում իրանք կարային ավելի շատ բարիք լինեն։ Էլի որ սկզբում հարցրի, ասի դու ինչ կարող կենտրոնումս վատ кейսերի վրա էլի։ Բայց չէ, դա չեմ ուզում որ փոխեք էլի։ Այդ բժշկական բանը, որ ասացի օրինակը, հակառակ այն անեկդոտը հիշեցի, որ ասում է հիվանդը կապրի բժիշկներն բանն անում։ Եթե բժիշկը հիվանդում ապրի, բժիշկները անզոր են։ Պետությունում անթույլատրելի է մեծահարուստների խավի ձևավորումը։ Դե իհարկե խիստ համաձայն եմ։ Ես համաձայն եմ եւ առաջարկում եմ, եթե չեք դիտեք մեր արդարություն, արդարադատություն թեման, որտեղ մենք բավականին երկար տարբեր կարծիքներ ենք հայտնում այս հարցի շուրջ։ Ունորից ես ամեն անգամ չկրկնեմ, ես վերջի անգամ եմ ասում, որ էլի մեր համակարգում ինձ թվում է, որ դա խուսափելի է, մեր համակարգն է վատ, ու եթե մենք իդեալական վիճակից ենք խոսում, ինձ թվում է, որ հա պետք չեն մեծ առանձնահատկություններ։ Չեմ նշել եմ, ինձ թվում է դա բնական ինչ որ ճանապարհ է, այո պետք է ավելի այդ հարստությունը արդար բաշխվի եւ այլն, բայց նաեւ ինձ թվում է, որ ինչ որ ձև խանգարելը դրան ավելի չգիտեմ կարող խնդիրներ ստեղծի էլի։ Դե նայես դու ինչ որ դες կոնֆլիկտի մասին ես խոսում, ես ասում եմ sense դրվածքի մասին, էլի։ Հա։ Հաջորդ թիվ։ Որքան քիչ լինեն պետական բյուջեից աշխատավարձ ստացողներ, այդքան ավելի լավ տնտեսության զարգացման համար։ Այստեղ պետության դերի մասը։ Դե պետության մեջ ոնց որ տարբեր, չգիտեմ, ինչքան աշխատող ունի պետությունը։ Նայ, sense ասեմ, պետական առողջապահություն, պետական կրթություն, այդ մարդիկ բոլոր պետ բյուջեից են ստանում։ Այսինքն, չգիտեմ, բյուրոկրատիա, ինչ որ քո ասած, որ ասում ենք, հասարակություն պետք է արդարություն լինի, ինչ որ ապարատ լինի, որը գնահատի, չէ՞, օրինակ այս մարդկանց sense է պետք բաշխել արդարությունը, իսկ այս մարդկանց sense, երբ որ ասում ենք, այդ մարդիկ չլեն, ասում ենք շուկան կամ ընդհանուր բարքերը, նորմերը, այդ ինքնին կկարգավորվեն, համայնքները իրար մեջ կբաշխեն այդ, չգիտեմ, դերերը, հարստությունը, դրա մասին է։ Դե էլի, եթե մենք պետությունը ընդունում ենք որպես անխուսափելի երևույթ, то համաձայն եմ, որ ավելի շատ, չէ, հակառակ համաձայն չեմ։
բայց դա լի համար պարտադիր չի։ Ոչ թե քո իդեալական, այսօր տնտեսության զարգացման համար ավելի լավ կլինի, եթե ավելի քիչ մարդ պետական բյուջեից փող ստանա։ Ինձ թվում է, հա։ Դե ես էլ եմ համաձայն։ Հայ ազգը որոշ ազգերից ավելի բարձր է։ Մի հատ նախորդ հարցի վերաբերյալ Սրա մասին էլ կարաս ասես որ բաներ ունեն։ Հա, դա է ասում, քսենոֆոբիայի մասին մեր հաղորդումը կարեք։ Քսենոֆոբիայի ազգայնականության։ Հա, ես խիստ համաձայն եմ, դա ստացելակերպով ոչ մի կոնստրուկտիվ տեղ չի տանում։ Ինձ թվում է։ Մենք ուրեմն ունեինք հյուր մեր Control Z հաղորդման շրջանակում չեմ ասիով, նայեք Control Z-ի հաղորդումները գտեկով, որը տարբեր հարցերի վերաբերյալ տենց շատ լիբերալ տեսակետներ էր արտահայտում, ինչ որ ազատություններից էր խոսում եւ այլն։ Հարցը հասավ էս հայ ազգը որոշ ազգերից ավելի բարձր է, ասես զգացի որ մի տեսակ անհարմարություն ունի, որտեղ չի կարա ասի չէ, որովհետեւ իրանց կուսակցության ընդհանուր գաղափարախոսությունը ավելի ազգայնական կողմ էր գնում, բայց համել չէր կարա ասեն շատ ուղիղ ասեր, հա, բայց ասենց մեջտեղի ձևը գտավ դե հայով էլի ասենց մի տեսակ ուստը դեհան չկա դեհա չկա խիստ անհամաձայն է հասարակությունը խաղաղության պատրաստելը թույլատնում է պետության անվտանգությունը սպանա շատ ռելևանտ նաև երևի մեր իրականությունը հարցը հա ես կասեմ որ համաձայն չեմ որտեղ ինձ թվում է Նույն իրականում այդ խաղաղություն պատրաստել է ձևակերպումն է մի քիչ բան որ պատրաստում խաղաղության բայց չէ այն իմաստով որ բանա դե պետական քարոզ կա չէ հա որ պատերազմ չի լինելու հանգիստ տեղեկ սաղրամը լինելու չգիտեմ կարանք ասենք միշտ եղել է որ պատերազմը տենց շոր անխուսափելի է հիմա ասում ես պատերազմը manageable է չես ասում որ միշտ հա կառավարել է չես ասում էլի որ պատերազմ չի լինելու կամ խաղաղությունը հավերժ է այլ ասում ես որ ձեր գործը արեք դուք բան չէ կամ ասենք դու ասում ես այն կողքը չգիտեմ ագրեսիվ է եւ զինված է դու ասում ես դու քո կողմից խաղաղության հասնելիքը քո բայ արա բան ասում են չէ երկուսից եթե մեկը մի քիչ գոնե ռացիոնալ է կարող է նվազեցնում իմ այդ մի մոտեցումն է չէ ես սրժ համաձայն եմ Ես էլ ու ես մի քիչ շատ դժվար եմ մեր այսօրվա իրականությունից դուրս պատկերացնում այդ իրավիճակը այսօրվա իրականության մեջ ես համաձայն եմ որ հասարակությանը խաղաղության պատրաստելը թույլատնում է պետական անվտանգությունը Ես համաձայն չեմ ինձ թվում է բան է այսինքն էլի այդ մեկնաբանության որ եթե պարտադիր չէ էլի այդ խաղաղության միտքը նույն այդ խաղաղությունը կարա զարգացում բերի եւ այլն որը այդ խաղաղություն քարոզել է կոպիտ ասած, չգիտեմ եւ այլն, որ ավելի լավ ինստիտուտներ վերջում ստեղծեն, որով դու ավելի կենսունակ լինես, էլի, չգիտեմ։ Դե ինձ դե հարցածակում որ պետության համար։ Օրինակ, եթե Ամերիկայում եթե լիներ խաղաղության քարոզ, կարող է աշխարհը ընդհանրապես ավելի լավ տեղ լիներ։ Բայց մեր համար ես չեմ մտածում այդ Ընդհանրապես այս անվտանգության ինքնին հենց անվտանգության հարցը շատ այտենց լոկալ բնորոշումներ կարող ունենա, ամեն միտեղ լրիվ այլ նույնիսկ անվտանգությունը լրիվ այլ ընկալումներ կարող ունենա, էլի մեր համար լրիվ ուրիշ բան, ասենք որ հենց մեր իրականությունից ենք ելնում, էլի, այսինքն այստեղ ենք ձևավորվել մեր մտքերը, ինչքան էլ ասենք Միջազգային համակարգը բացառապես հիմնված է ուժն է ծնում իրավունք սկզբունքի վրա։ Այս ինչ հարց է։ Ես արդեն բան կոմպոզիցիա մասին, այս քո ընդհանրապես ընկալումն է նրա ոնց է աշխարհը կազմավորված այս բային։ Հա, դա փորձում չափ։ Օրինակ, որ Հայաստանը ինչքան էլ պնդի, ես այդ օրինակն եմ բանում, ինչքան էլ պնդի, որ Արցախում օրինակ Ադրբեջանը արգելված զենքերը օգտագործել, չգիտեմ, կամ այնտեղ էթնիկ զտում ա եղել կամ ցեղասպանություն եղել, Ադրբեջանը ավելի ուժեղ է, Ադրբեջանը նավթ ունի ու կարողանում է միջազգային հանրության կոնստիտուցիոնը օգտագործել։ Ուժն է ծնում իրավունք, իսկ Եղել է ինչ որ շրջան Աշոտ, երբ որ Աշոտ չէ կներես Տիգրան, երբ որ ճիշտ դու էլ կպատասխանես էլի այդ մոտդ միտք կա, որ իրավունքը ավելի առաջնային է եղել ու իրավունքը ավելի շատ հարցեր է լուծել, քան ուժը։ Դե դելի մեր ընկալումից է կախված ոնց ենք հիմա կարող ասեմ հիմա էլ է տենց, էլի իմ ընկալումից է էլի, որ չես կարող ասես օբյեկտիվ օրինակ ինձ թվում է որ այդ ուժը նաև ինչ ենք հասկանում էլի որտեղ այս ձևակերպման մեջ մենք շատ դրած է հենց loaded է էլի լարված դրված է որ դա ինչ որ ֆիզիկական բիրտ ուժն է էլի ուղիղ փողի մասին է օրինակ ֆինանսական բայց այս օրինակ բանն օրինակ դիվանագիտական հմտությունները լավ առևտուր է դա այսինքն դու ոնց ես կարող աշխարհին ներկայացնես քեզ ինչ օրինակ բան ունես տնտեսագիտության մեջ են ասում բան մրցակցային առավելություն ունես կարող է ինչ որ պուճուր բան ես քո երկրով մեկ կարում անես
բայց այդ փուճուր բանը մնացածի համեմատ այնքան լավ է, օրինակ Թայվանը, չգիտեմ, որտեղ չիպեր են արտադրում, իր հիմնական անվտանգության երաշխիքներից մեկը նաև է դա։ Իսկապես ինքը կարող է աշխարհին դա ծախի, այսպես ասած, դա լա ուժի մասին, էլի։ Այդ դրա համար ես այդ նավթի օրինակն էլ բերեցի։ Հիմա ոնց որ ինքը շահեկան։ Այս հարցը օրինակ ինձ շատ դուր չի գալի։ Դա բան, այսինքն բայց էլի հիմա այսքան ասացի դուրս է գալի, որ եթե ուժը սենց ենք դնում, դա կարող ծնում է իրավունք, էլի, բայց ինձ թվում է նաև ֆիզիկականի մասով որ նայում ենք, հա, հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ բանն է, էլի, նույն բայց էլի եթե ոնց ենք հասկանում։ Դե նայ, օրինակ, չգիտեմ, դու կարող ասես, որ այ Նյուրնբերգյան process-ը կար, բայց ինքը էլի ուժով պարտադրված process էր, նայած չի, որ Գերմանիան այդ բան ավելի ուժեղ էր ու կարող էր այդ process-ին չմասնակցել։ Մեկը պետք էր ստիպել, նույնիսկ եթե դու իրավունքին փորձում ես հետևես, դու մեկը չերես ուժ ես այդ անում։ Այդ ուժեղն է կարող ասենք որ սահմանում է իրավական բանը էլի դաշտը, այսինքն ոնց է իրականավորումները։ Դե ուժեղներ էլի որ պարտադրում կամ ուժեղների պայմանավորվածությամբ որոշվում է։ Լավ։ Ավանդական նահապետական արժեքները պետք է լինեն մեր արժեհամակարգի հիմքը, մեր ազգի ինքնությանը հարիր չեն ազատական գաղափարները։ Ես դե սխում եմ պատասխան չունեմ, որովհետև է սխալ հարց է պրինցիպալ, որտեղ դու քո զգացածով պատասխանի ոչ թե պայքարի հարցերի դեմ։ Չէ, բայց ես դեմ եմ ձևակերպան, ես չեմ մտածում, որ ավանդական արժեքները անպայման շղթում են ազատական մտածելակերպը, էլի։ Համաձայն չես, կնես։ Համաձայն չես, ոչ թե խիփով։ Չէ, դե ինքը ասում է մենք կամ պետք է ավանդական արժեքներ ունենանք կամ ազատական արժեքներ ունենանք։ Այսինքն չէ, ինքը ասում է որ այստեղ հակասություն կա, եթե դու այդ հակասությունը չես տեսնում, ուրեմն համաձայն ես։ Երկրորդ մասը ավելի տենց նեղացնում, ասում է մեր ազգի ինքնությանը հարիր չեն ազատական գաղափարները։ Մեր ազգին հակասություն կա, ես էլ համաձայն չեմ։ Հարձակողական պատերազմ սկսելը արդարացնում է կենսական տարածքներ ձեռք բերելու համար։ Ինձ թվում է արդեն վաղուց չէ։ Իսկ տան համաձայն եմ։ Անգիս նշի չենք ջաջանել։ Ես էլի փորձում եմ սենց տեղայնացնեմ, հարձակողական պատերազմը արդարացնում է կամ արդարացված է կենսական տարածքներ ձեռք բերելու համար։ Օրինակ, հա, իսկականից, եթե վերցնենք օրինակ, եթե Սփյուռքի ողջ հայությունը որոշում է գալ Հայաստան, իսկ Հայաստանը կենսական տարածքներ պետք է ունենա այդ ողջ բնակչությանը տեղավորելու համար, եւ Արցախը մեր պատմական հայրենիքն է։ Հա։ Այս երկուսը իրար միացնելու համար մեզ մի համոզի ուզնիշի համաձայն է։ Չէ, դա նույնիսկ եթե տենց լինի, դրա այդ համաձայն չեմ։ նույնիսկ եթե տենց լինի, այդ մի հատ case է լինելու, բայց օրինակ վերցնենք Ամերիկայի պատերազմների մեծ մասը երբեք տարածքի մասը չի եղել։ Հայ ասած case-ը դու կարաս կիրառես այդ մտածածին case-ը, շատ Իսրայելի պետության դրամաբանության նման է, մեզ համար ինչ որ։ Ես ասեմ կան տես դեպքեր, երբ որ ինչ որ կենսական տարածքի մասն է, բայց իրանք փոքր մասն են կազմում պատմության վերջերս։ Օրինակ ասում եմ Ամերիկայի օրինակը, որը ամենաշատ պատերազմներն է երևի տարել աշխարհով մեկ, ոչ մեկը տարածքի մասին չէ, իրանք ոչ մի տարած չեն գրավել, ոչ մի պատերազմով։ Չէ, դե տենց տնտեսական տարածք են գրավել, կենսական տարածք չեն գրավել։ ԱՄՆ սկսվել է 13 գաղութներով, որոնք բան են, այսինքն East Coast-ն է մեծ։ Չէ, դրանից հետո ես ասում եմ իրանց օպերացիաները Իրաքում, չէ, բայց հիմիկվա Ամերիկայի տարածքային ինչ կա, շատ զգալի օրինակ Տեխասը, դրա բանը Մեքսիկայից են գրավել Նյու Մեքսիկոն, շատ հյուսիսային տարածքներ, չգիտեմ, այլ պատերազմներով են ստացել։ Դե իրականում մեծ հնդկացիների հետ պատերազմի արդյունքում են։ Այսինքն այդ հնդկացիների հետ որ պատերազմել են, ասել են մեր համար սա կենսական տարածքներ ձեռք բերելու համար պատերազմը արդարացի է։ Հա, всё, ես հասկացա, օքեյ։ Համաձայն ես։ Ես ուրիշ ձև էի հարց հասկացել, հիմա կամ մտածեմ։ Իսկ ինչ էիր հասկացա։ Ես հասկանում եմ, որ դրանով ինքը արդարացվում, չէ, ոչ թե դրանով արդարացվում, այլ ինքը դրա պատճառով է սկսվում։ Որ ցանկացած հարձակողական պատերազմ սկսում է, որովհետեւ ես սխալ եմ հասկացել, էլի, հա։ Արդարացված է, երբ որ դրա համար է, էլի բանանում։ Երբ որ դրա համար է սկսվում։ Ու շատ դժվար է, որովհետև երբ որ դու նայում ես, որ դա քո համար է պետք, ոնց որ կարողանում եմ ինչ որ արդարացում։ Չէ, ես մեկը Խիստան համաձայն եմ։ Չեմ կարող ինձ դեմ գնալ։ Ասում ես, նույնն է կարողական պատերազմը միշտ վատ բան է։ Խաղաղության աղավնիները եւ պատերազմի հրձիքը։ Իրավական հավասարությունը բավարար չէ, խիստ անհրաժեշտ է հասնել սոցիալական արդարության։ Ես համաձայն եմ։ Ես էլ եմ համաձայն, խիստ համաձայն չեմ, այսինքն այդ խիստ մի քիչ այդքան մեծ ավելի շատ համաձայն եմ։ Հա, ես էլ ավելի շատ համաձայն եմ։
Եկեք շարունակենք։ Այո։ Դա հետաքրքիր հարց է։ Շատ Հայաստանում Տարբեր- փակ թեմա է, հա, բայց Փակ չի ասի, ես հիշում 10 թվին հա մի հատ ակցիա շատ կար։ չէ, խոսակցություն կար։ ակցիա չէր, քաղաքական գործիչներ կային, որոնք public ասում էին, խոստումներ էին Հա։ տալիս։ Հա, Ես ճիշտ է, խիստ ինչ համաձայն եմ, հետո Կարդամ, ասացեք մարիխուանայի օգտագործումը պետք է օրինականացնել։ Իհարկե, Ինչու՞։ 1000 պատճառով։ Դե ասա 3-ը, 1000-ը Լավ է։ պետք չի ասել։ Առաջի գլխավոր պատճառը, Լավ բանա չէ։ առաջի գլխավոր պատճառը այդ այնա, որ այս պահին անկախ նրանից արգելված է թե օրինականացված է, իր վաճառքները ահռելի են Հայաստանում։ Ամբողջ այդ գումարը ստվերային տնտեսության մեջ է, մեծ մասով նույնիսկ չի նստում Հայաստանում դուրս է գալի։ Այդ առաջի խնդիրը, որ Հանցագործություն, հաղորդագրություն հանցագործության մասին։ որ առաջինը, որ այդ տնտեսական մեծ խնդրեմ է, որը կարա գնա պետության օգտին կամ հասարակության օգտին։ Երկրորդը, տենց տվերային տնտեսությունը ստիմուլա տալի ամենավտանգավոր էլեմենտներին զբաղվել այդ գործով, որտեղ մնացած այդքան դուխ չունեն, грубо говоря։ Դրա համար դու հանցագործությունը շատացնում ես։ Պինդ չեն, Ինչի։ որովհետև նույնը կարանք ասենք զենքի, ասենք շրջանառ։ Ես զենքի դեպքում եմ խիստ համաձայն։ Այսքան բանը, հա, օքեյ։ Հա, ես ընդհանրապես արգելված ինչ որ բան մեծ վաճառք ունեցող, просто զենքը չունի այդքան շրջանառություն ինչքան մարիխուանան, բայց ես պրինցիպալ նորից ավելի թանկ է։ Հա, բայց ես առասարակ նամանավանդ թե ինչ որ բանը մեծ երրորդը Կիլոյով առ։ առողջական վտանգն է, որ երբ որ ասում են օրինակ հիմա բան մեր երեխեքը բանից միջ երեխեքին հնարավոր է վաճառել թմրանյութեր մենակ այն պատճառով որ իրանք օրինական չեն։ Ես այսօրվա օրով տենում եմ որ երեխեքը էներգետիկ չեն կարող խանութում առնեն, որովհետև իր վաճառքը կարգավորված է, բայց այն ինչ որ կարգավորված չի, աչքերից հեռու է։ Երեխեքի ձեռք չես տնում, այնտեղ էներգետիկները Հա, եւ ճիշտ երեխեքի է, ես ձեռք տենում եմ, որ չես խանութում իրանց չեն ծախում։ Հա, չեն, Բա բայց որտեղից։ որ ունեն, չէ՞ դե ինչ։ Շատ քիչ։ Մեր Ես- ժամանակ դու խանութից ես- կարելի առնել հանգիստ, Մեր սա ունեին։ ժամանակ լավ երեխեք մենք փող չունեինք որ բան առնեինք։ Ամեն Չէ, ես դեպքում եմ շատ տեսել, ամեն հմ։ դեպքում օգտագործումը նույնպես վերցնենք ալկոհոլը, հա, իրան դու կարաս ճիշտ օգտագործես ու սխալ։ Ճիշտ օգտագործումը այնա որ դու քիչ խմես, արանքը ջուր խմես, չխառնես, ես ինչ ես ինչ։ Ես երեխեքի ձեռքը Որպեսզի- ծախախոտել եմ, ասենք թե։ Որպեսզի դու կրթես ժողովրդին, որ այսինչը sense բան, sense ձև է պետք անել, այդ պետքա կարգավորված լինի։ Ու բացի դրանից գիտական հետազոտումները չեն անցկացվում տնօրենների հետ կապված, որովհետև իրանք արգելված են, որովհետև էդի գիտության մեջ Դե անցկացվում է։ վերջես, որովհետև ինչ որ երկրներում օրինականացվել է ու անցկացվում են ու լիքը նորություններ են հետաքրքիր բարձում։ Ինչպես ես արդի շուրջ մտածում։ Այդ արդեն 4 բերեցի ես։ Ես համաձայն եմ, որ պետքա օրինականացվի, բայց երևի ոչ են, ես օրինակ բյուջեի մասը չէի մտածել, որ ասենք դուրս է գալիս այդ ֆինանսական մեծ հոսքը, ես ավելի շատ մտածել էի, որ Դե լավ այտենց օրգանների վաճառքն է, եկեք բան անել, չգիտեմ։ Եթե դա չէ, կա, եկեք Մի քիչ նայ, այդ օրինական վնասակարության Մեծ տարբերություն կա։ ես Գիտեմ։ Եթե քո Թույլ տուր այդ կամքով, absurd-ին եթե քո վերա։ կամքով, դավայցի, օգնական։ Բայց դա էլ է օրինակ արգելված որ քո կամքով չես կարա, էլի։ ես մի հատ բան էի կարդում, նյութ էի կարդում, որտեղ հոգեներգործուն նյութերի վտանգավորության աստիճաններ բաներած, որտեղ ալկոհոլը ավելի բարձր վտանգավորության աստիճան ուներ, քան մարիխուանան, ու իսկականից այդ հարցի մոտ ծագում է, ինչի պետք է ալկոհոլը ազատ վաճառքի դրված լինի, մարիխուանան չէ, Այդ մի քիչ մանիպուլացված է, դա էլ պետք է ասել, որ այդ իրականում տենց չի, որովհետև դրա իդոգում մարդիկ սկսում են մտածել, որ մարիխուանան ինչ որ լրիվ անվնաս բան է, որը թեթև չէ, sense ես ասում բան է, եմ իսկ ալկոհոլը վտանգավորության ոնց որ այդ սպեկտրում ալկոհոլը ավելի Դրանից առաջ վտանգավոր։ օրինակ հակառակներ, շատ երկար մարիխուանան ամենածանր դեպքերում էր։ Դες այդ մի քիչ քաղաքական որոշում է, որտեղ այնքը Կարա, հայտնվում։ բայց ես որ ավելի շատ պարամետրով ասում ես եմ, նայում։ համաձայն եմ այն տեսանկյունից, որ ես էլ գիտեմ այդ մասշտաբները, թե ինչքան շատ են անչափահասներին վաճառում։ Ես մտածում եմ, որ միակ հնարավոր ձևը կոնտրոլ անելու այդ օրինականացնելն է ու լուրջ վերահսկողություն Հա։ ծավալել է, որովհետև հիմա ինչքանով որ ես տեղյակ եմ, այդ այն ծավալները, որ կան, ոստիկանությունը չի կարողանում Հա։ բացահայտի, չնայած ոստիկանությունը իմ տպավորությամբ վերջին տարիներին մի քիչ ավելի շատ ջանք է գործադրում այդ դեպքերի Այդ բացահայտման։ ջան գործադրելը շատ սխալ ուղղությամբ։ տեղավորված ու ոչ մի ռեալ էֆեկտ չի բերում։ Այսինքն եթե դու օգտագործողին ես բերում, դու ոչ մի բան չես փոխում իրավիճակում, Ահա։ բացի այնից որ մի մարդու կյանքը դժոխք է զարկում։ Իրականում չի քչանում Հա, ոչ մի որովհետև ինքը շատ արժանացություն։ օղակներ ունի ու մենակ վերջին օղակի վրա է կարողանում իրավական համակարգ ոնց որ կենտրոնանա գտնի, ավելի հեշտ է գտնելը, քան այն մարդկանց, ովքեր ոնց որ կուրացիա են անում Բայց իրականում ոչ թե համաձայն չեմ որ պետք է օրինականացնել, բայց ոչ թե ոչ թե համաձայն չեմ որ կողնորոշված չեմ, որ պատասխան չունեմ կնշեմ, որովհետև չգիտեմ ինչա
Ես չեմ հասկանում ինչա տալու, էլի։ Բյուջե, մեծ բյուջետային հոսք։ Դե չգիտեմ, ինչ ասես կարանք բյուջեի համար օրինականացնենք, Բացի դրանից հիմա եթե այդ պետք է մեր նպատակը լինի, ինչ ասես կարելի է եթե ինքը արդեն կա, դու բանը կներես այդ հանկարծունաբերությանը դեմ ես, որը բյուջեն է լցնում, բայց ասում ես մարիխանային, ասենք հանկարծունաբերությունը ավելի որովհետև նայ, որովհետև իր վնասը այդտեղ ես կարամ ասեմ, որ առաջնահերթ իմ պատճառը ինչի ես դեմ եմ կրիմինալիզացիայի, որովհետև չէ, կրիմինալիզացիա կողմ եմ օրինականացմանը։ Հա, դրան կողմ եմ, որովհետև մեր մոտ ապաքրեականացված է օգտագործումը։ Չէ, այդտեղ բան կա։ Ամեն դեպքում սահմաններ կա։ Հա, օգտագործում է։ Շատ պայմանական է, որովհետև մեկը դու պետքա մի տեղից գտնես, չէ, իրան։ Ինքը հենց կոմոդ հայտնվես, դու արդեն ինչ որտեղ օրենքը խախտել ես հաստատ։ Իմաստն է, որ ոչ մեկի գործը չի ախպեր։ Ես իմ հետ հարցերս կլուծեմ։ Նույն ձև ոնց որ ալկոհոլի կամ ծխախոհի հետ ես մեծ մարդ եմ, հա, իրանք էլ են շատ վնաս են, ոչ մի ալկոհոլի անվնաս դոզա գոյություն չունի, բայց դա իմ գործն է, չէ, ես ինչ եմ անում։ Էլի քո գործն է, բայց հիմա ինչ են ծանր սինթետիկ բաները, նյութերը կամ նույն օրգանների վաճառքը, ինչի է շատ հիմնային արգելված, որտեվ այն բանա կանխավարկածնա, որ եթե դա քեզ ինչ որ իրավիճակում ծանր հոգեկան, չգիտեմ, սոցիալական վիճակում քեզ տան, դու չես կարողանալու դա բան անես, այսինքն օրգանների վաճառք, հա, գուցե, օրգանների վաճառքի մարդը կարող նեղ վիճակում լինի, ստիպված վաճառի եւ այլն, ու բան լինի, էլի, այտենց չգիտեմ։ Դե սարքենք օրինական մի հատ պետություն դրանից եկամտը հարկ վերցնի, որտեվ բանը բյուջեն լցնում։ Խնդիր չեմ տանում ճիշտն ասած։ Okay, անցանք հաջորդ հարցը։ Մարմնավաճառությունը պետք է օրինականացնել։ Խիստ համաձայն եմ։ Էլի նույն բանի մեջ, հա, պատճառներով, որովհետև խիստ համաձայն, որովհետև այս պայն այդ բնակավարում աշխատող կանայք շատ մեծ վտանգի տակ են, իրանք ոչ մի ձև օրենքով պաշտպանված չեն, եթե իրանց հետ ինչ-որ բան անում, իրանք չեն կարող ոստիկանություն դիմեն, որպեսզի իրանց օգնեն, ու շատ ահավոր բռնության դեպքեր են լինում, որը ոստիկանությունը ակնհայտորեն տարիներով չի կարող վերահսկի, սենց տրամաբանության մեջ եմ մտածում։ Պատասխան չունեմ, էլի, որտեվ հիմա դեզորնային կարող ասենք, եթե փող պետք է նաև բյուջե ավելացնեն, բան, մարդիկ կարող չեն ուզում այս հարկը տան դիմաց։ Դե չեն ուզում իրականում, դե ով է ուզում հարկը։ Դե չի որ մենք շատ ենք ուզում։ Բայց ուզում եմ ասեմ, ես չգիտեմ, որ դրա հետ այս հարկերի հարցերը հասնելն եմ, էլի, որ մի քիչ չեմ պատկերացնում դրա համար պատասխան չունեմ, այսինքն ինչա, չգիտեմ, բանա, այդ բանը ստաժը հաշվելու, եթե մարմնավաճառը, որտեղ եթե համարվում է օրինական, դա համարվում է աշխատանքային գործունեություն, այսինքն պետք է այդ գործունեության համար, չգիտեմ, պետությունը թոշակ տա, օրինակ, բան 60 Իմ համար մի քիչ աբսուրդ է դա։ Դե եթե ինքը հարկա տալիս, ինքը նաև թոշակ կստանա, ասում եմ, մի քիչ աբսուրդ կամ բանը, չգիտեմ, բանը, եթե բանես, չգիտեմ, անգործունակ ես, գնում ես աշխատանքի հետ գործակալություն, բան, քեզ նաև առաջարկում են, որ 5-ը 15 մարմնավաճառի գործ կա, էլի, ազատ, ասում ես, տենաս, սկիլերը ես ունեմ, դու կարաս, չէ, դու կարաս ինչ-որ բան է, սոցիալ բարոյական ինչ-որ աբսուրդի է վերածվում, օրինակ նույն կազինոների հետ ինչ-որ լուծում կա, չէ, որ դու ինչ-որ զոնա ես հաստատում, որտեղ է հնարավոր է, այնտեղ որտեղ ինքը օրինականացված է, տենց աշխատում, ինչ-որ զոնաներ կան, որտեղ այդ գործունեությունը ծավալվում է, ինքը դες չի որ համատարած ամեն մեկը ամեն տեղ է տանում է։ Այդ ունենալով դու կարաս էլի ապօրինի գործունեություն ունենաս այդ զոնաներից, այսինքն քեզ օրինականությունը չի վերում այդ դաշտի մաքրման։ Երբեք էլ չի մաքրում, նույնիսկ հիմա օրինակ Ամերիկայում բան մարիխուանան որ օրինականացված է, մեկը անօրինական վաճառքը շարունակում է, բայց իհարկե ինքան համեմատելի քանակով է։ Մարմնավաճառության պատասխան չունեմ եմ փոխում, որտեվ ես չէի մտածում։ Ամեն դեպքում այս ամեն մեկը թեմա է, որը գաղափարախոսությունների հետ հələ որը կապ չունի, երեք շատ ենք բանը։ Ազատ ես վերաբերվում, թե բան էլի ավելի փակ, հա։ Պետության կողմից տրվող սոցիալական աջակցության ծրագրերը պետք է զգալիորեն կրճատվեն։ Խիստ անհամաձայն եմ։ Ես համաձայն չեմ։ Ես էլի համաձայն չեմ։ Մենք էլի մեր լոկալ իրավիճակում, նենց իրավիճակում չենք, որտեղ այդ կրճատելու դեպքում ավելի լավ արդյունք։ Ես համարում եմ, որ այդ ծրագրերը իրականում ցավոք մենակ երկարացնում են այն համակարգի կյանքը, որը ես ատում եմ, բայց նաև այդ համակարգները, այդ ծրագրերը այդ համակարգի մեջ լավ արտացոլում են, որ այդ մարդկանց իրականում օգնում են։ Ես օրինակ մտածում երկար ժամանակ մտածում եմ, որ Հայաստանում ցախական բաներ չկան, մտքեր, գաղափարներ, էլի իմ ընկալումն է երրորդ հանրապետության պատմությունը այդ բանի լիբերալ պրոգրեսիվիզմի եւ պահպանողական ազգայնականության ինչ որ պայքար է,
որ ուտես նայում ենք ժամանակաշրջաններով կարելի է էլի ասել, այս ժամանակից էր ավելի դոմինանտ, բայց նայ մտածում ինչի ձախականությունը տենց չկա, որտեղ ըստ էության երկու կողմ էլ բավականին ձախական են, որտեղ այդ սովետական ժառանգությունը կա, որտեղ պետությունը մեծ դեր ունի կրթության, առողջապահության հարցերում, ոնց որ ավտոմատ այդ բանը կա, էլի դու չես կարող ասես գալու եմ բաները պետական բուհերը փակեմ, պետական բաները հիվանդանոցներ չլինեն, չգիտեմ եւ այլն, եւ դրա համար այդ ձախականությունը ոնց որ մեր մեջ դիրված է, ես մեկը մտածում եմ այդ կարող այդքան էլ լավ չի, որտեղ մենք շատ ենք սովորել դրա, որ տենց բան է, ձրի ինչ որ բան ու նաև շատ դեպքերում որակն է դրանից դժում։ Մենք տեսնում ենք, որ շատ տարիների ընթացքում որտեղ հայտնվում է մասնավորը այդ ոլորտերում շատ ավելի մրցակցային է դառնում, ավելի որակյալ ծառայություն է տալիս։ Դրա համար տենց մի քիչ մտածում կարող պետքա կրճատվեն, որ բան լինի, հետո ասում եմ, բայց դե ոնց որ առանց դրա էլ մեր մարդիկ դեպքում շատ այդտենց խոցելի խմբեր կան, որոնք ուղակի չեն կարա էլի հետո այդ մասնավորը էլի կարա մնա, բայց շատ բան օրինակ չգիտեմ պետական բուհերի դեպքում, ասենք այդ նույն էլի սոցիալական աջակցության ծրագիր կարանք դրա տակ նայենք, ասենք մեզ այդքան անվճար տեղ է օրինակ ասպիրանտուրա, մագիստրատուրայում պետքա, թե չէ, ասենք պետությանը, որտեվ ես բանը երբ որ պաշտպանվում է եւ նայում է օրինակ, չգիտեմ, տարիներով ինչքան են հատկացնում, նայում ես որ մասնագիտություններով հատկացնում, հա։ Ասենք նույն ես քաղաքագիտությունով եմ ասում, էլի, ոնց որ 2-3 տեղ տալիս էր իմ տարիներին, 3 տարբեր համալսարաններում, այլ այսինքն ընդհանուր 3 դու մտածում ես լավ է պետությանը 3 քաղաքագետ ամեն տարի պետքա քաղաքական գիտությունների տեխնացու, էլի, եւ պետությունը դրա համար է տալիս, էլի, փողը։ Եվ ոնց է գնահատում, որ իրան 3 հա պետք, ինչի այդ փողը առասարակ հատկացնում, թե այտենց դե մարդիկ կան պահանջը բավարարեն, չգիտեմ, էլ մի քիչ բան է։ Դե Շատ իներցիայով ենք, էլի, այդ հարցերին այն ոնց է ծրագրերը իրականացվում, այդ ուրիշ հարց է, բայց արդյոք իրանք պետք են թե չէ, այդ ուրիշ հարց է։ Շատ են այդ ասածս։ Այս վերջերս պետությունը փորձում էր այդ փարոսների թեմայով բաներ անել, կարգավորումներ բերել։ Փարոսը սոցիալապես անապահով ընտանիքներին պետական աջակցություն էր, բայց այտենց իրականում շատ ընտանիքներ արդեն տանը աշխատողներ ունեին բան, բայց չգրանցված աշխատողներ էին, հետեւաբար նաև պետությունից էին փող ստանում ու պետությունը դա ոնց որ ուզում էր կարգավորել, որ նրանք ովքեր աշխատում են, իրենք փարոս չստանան այդ սոցիալական աջակցությունը։ Բայց էլի մենք կարծեմ հոդվածել ունեինք գրած այդ թեմայով, թե ոնց է գնահատվում այդ սոցիալական անապահովության շրջանակը, ովքեր են մտնում դրա մեջ, մի քիչ խնդրահարույց տեղեր կային, էլի, որտեղ իսկապես մարդիկ կային, որոնք չունեին այլ տարբերակ, բայց քանի որ sense մի տողով մտնում էին այդ գծի մեջ, իրանք էլ չէին ստանում այդ սոցիալական աջակցությունը։ Ու այս հարցի շրջանակում իմ մտքին առաջինը գալիս են օրինակ երկրաշարժից տուժած մարդիկ, հա, որոնք մինչև հիմա Բայց էլի շատ նույն ոնց էր խոսակցությունը, որ ասում են շատ դեպքերում նաև ստանում են ինչ-որ օգնություն, բան, բայց հատուկ տուն չէին առնում, որ շարունակեն։ Այդ էլ կար։ Հետո մի խոսքով հաշմանդամության գնահատման էլի շատ ավելի խոցելի բաներին ենք մենք կենտրոնանում, որը, ասենք, գոնե բարոյական մակարդակում ասում ես, չէ, դե ոնց կլինի, եւ նաեւ պետության ռացիոնալիզմի բանի տեսանկյունից ասում ես, հա, որտեւ այդ մարդկանց օգնող չկա։ Բայց ես օրինակ դրա համար եմ կենտրոնում բուհերի բաների դեպքերում էլի, ասենք, այդքան որ անվճար տեղեր են տալի, որը մարդու ընտրությունն է արդեն ինքը այդ իրավիճակում չի հայտնվել եւ ստիպված չի էլի, արդեն բան է, ստեղծագործական ինչ որ գործունեություն է, որը պետությունը գալի ասում է ինձ այսքան մարդ է պետք, այսքան փող տալիս։ Չէ, դե կոնկրետ քաղաքագետը չգիտեմ, բայց բակալավրիատի մեջ շատ է պետք որ լինի անվճար տեղերը, որովհետև լիքը մարդ նենց իրավիճակից է գալի, որ ուղղակի չէր կարողանա կրթություն ստանալ։ Չէ, բայց կարա լինի բան, ասենք, չգիտեմ, բուհը կամ չգիտեմ, մասնավորը այդ փողը ապահովի մի ձև։ Ասենք, եթե դու մասնավորին հետ սոցիալական ծրագիր է լինելու, դու ինչ մասնավորն է անում։ Դա պետական չի։ Հա, ինքը բան է, դրա համար ես մի քիչ վերապահումներ ունեմ, էլի։ Հղիության արհեստական ընդհատումները պետք է արգելվեն բացառությամբ կնոջ կյանքին սպառնացող դեպքերի։ Խիստ համաձայն եմ։ Ես էլ եմ խիստ համաձայն։ Հա, ես իրականում ես մի քիչ բան ունեմ, այդ բարոյական արգումենտի հետ կարամ համաձայնեմ, որ այդ կյանքի ընդհատումը, որ այդ բան ես չեմ տենում, տենց ընդ որ սկսում են ասել այդ հələ որ կյանք չի, իմ համար մի քիչ աբսուրդ արգումենտ է, այդ սերժը կյանքա ինքը կլիներ կյանք ամեն դեպքում, բայց ինձ թվում է որ մենք պետքա գտնենք ինչ-որ երրորդ լուծում այս հարցին, որովհետև այն լուծումները, որոնք այս պահին կան, երկուսն էլ վատն են, բայց այդ երկու վատից ես կնախընտրեմ, որ այդ ազատությունն ունի, որովհետև նորից
արգելումը բերում է շատ վատ ստվերային իրավիճակի, երբ այդ ընդհատումները հա, մեկը արվում են, շատ վտանգավոր են, մենք էլի հանցագործությունը շատացնում ենք, խնդիրները շատացնում ենք։ Իսկ այստեղ 3 միաբան ենք կարող անցնենք։ Բայց դուք կոմենտներում կարեք այս հարցերին պատասխանեք, եթե մեր հետ անհամաձայն լինեք։ Դուք ասում pro-life եք, թե pro-choice, այդ երկու բան։ Կյանքի կողմնակից եք, թե կնոջ ազատ ընտրության։ Թոշակի անցնելու։ Իդեպ կներես, դա միայն ազատ ընտրության բանը չի, էլի, ոնց որ նենց չի շատ ավելի խորն է, թե ինչի պետք է այդ ընտրությունը լինի։ Բայց նաև կարաս այն կողմի արգումենտը բերես, թե ինչի է այդքան խորը այդ կյանքի հարցում, որովհետև արդեն ինչ որ բան կա էլի, ձևավորվում է եւ ինչ որտեղ իրավունք է ձևավորվում ու դու անպաշտպան ինչ որ օրգանիզմի վրա բանի դա շատ չեմ կարող այդ գիտական հիմնավորումները բերեմ, բայց կան շաբաթներ, որտեղ ոնց որ ինքը չի համարվում ձևավորված օրգանիզմ, հետեւաբար դե ասենք նյարդային համակարգ կարող ամբողջովին չի լինում եւ այլն։ Թոշակի անցնելու համար անհրաժեշտ տարիքային շեմը պետք է բարձրացնել։ Վաղ տարիքից թոշակի անցնելը խիստ վնասակար է տնտեսության համար։ Հիմա ես համաձայն չեմ։ Ես սկզբունքային եմ համաձայն, բայց ինձ թվում է, եթե վաղ տարիքը հաստատ Հայաստանի 63-65-ը չի էլի, օրինակ 50 եթե լիներ, կասեի հա։ Հա, ես էլի մեր օրինակով 63-65 տարեկանն էլ վաղ չի։ Մեր դեպքում ինձ թվում է չարժի բարձրացնել, մեռան այդ մարդիկ աշխատելով սաղ կյանքը։ Ես դե պատասխան չունեմ, որովհետև ես այս ամբողջ թոշակային սիստեմին լուրջ չեմ վերաբերվել ամբողջ կյանքում ու հիմա չեմ կարող սկսեմ։ Դե ընդհանրապես մեր սերնդում օրինակ դու շատ մարդ ես, որ սպասում է թոշակի անցնի ու հանգիստ ապրի։ Դե տենց ասում ես, կարող չի սպասում, բայց երբ որ պահը գա, ուրախանա։ Հա, զգա որ բան է, չգիտեմ, նամանավանդ մարդիկ ովքեր հենց մեր սերնդում ովքեր բան են տես քիչ են ամուսնանում, մենակ են եւ ասենք, չգիտեմ, երեխեքը չեն պահելու, նույն իրը կարող աշխատում են եւ այլն ինչ որ մի երկու կոպեկ էլ հետ են գցել, բայց այդ բանը սոցիալական բարձիկը կա եւ քեզ ապահովություն է ստեղծում էլ։ Օրինակ ես որ տեսնում եմ, գնաս հանգստանաս այդ տարիքում 10 քանի հազար թոշակ ստացող մարդիկ կան, ու հիմա 10 քանի չի մի քիչ ավելի բարձրացել է, 27-28 մենք մի հատ նյութ ունենք, նայեք կենսաթոշակները եւ սպառողական զամբյուղը։ Եթե 10000 բարձրացին, չգիտեմ, ինչ խմբերի համար են բարձրացրել, բայց հա։ Մի հատ որ մտնեք info.com, մտնեք հեղինակային բաժին, կտեսնեք կենսաթոշակների ու սոցիալական զամբյուղի մասին մի հատ նյութ ունենք, որտեղ ցույց ենք տալիս, թե ոնց է ինֆլյացիան ազդում նաեւ բան գների ու թոշակի անհամապատասխանության այդ տարբերությունն ենք ցույց տալիս ու Հայաստանում տենց մինիմալ նվազագույն թոշակով ապրող մարդը ուղղակի չի կարող իր բոլոր կարիքները հոգալ։ Հա, դրա համար եթե ասենք սպառողական զամբյուղը ամբողջությամբ գնի, ապա չի կարա դիմի բժշկի, չնայած հիմա ասում են ապահովագրությունը բան, բայց դա էլ է երկար քննարկման թեմա, ինչքանով է դա լավ աշխատում կամ բավարարում, կամ ասենք հագուստ չի կարա գնի, այսինքն նվազագույն սոցիալական զամբյուղի սպառելու դեպքում այստեղ էլի բանին են գալի, օրինակ մեծ հարուստների ունենալ չունենալ, եթե լավ հարուստներ են եւ կարող են աշխատեն, իրանցի շատ հար կարելի է վերցնել եւ իրանց ոչ թե միանգամից սա հարստությունը վերցնել ու հետո լավ կառավարել էլի։ Կլիմայի փոփոխությունը ժամանակակից լրջագույն մարտահրավերներից է։ Դե խիստ համաձայն եմ։ Ես համաձայն չեմ։ Ինչու՞։ Հետաքրքիր է, չի սպասում։ Պրոստը համաձայն չես։ Ասենք ինձ դասում լրջագույն մարտահրավերներից, չգիտեմ։ Այսբերգները հալչում են։ Հա, բայց չգիտեմ, նախ իհարկե չի նշում մարդածին դա գործոնի պատճառով է թե չէ, կարող է ինչ որ բանը մարդածին, հա։ Բամբուկները կտրում են։ Հա, շատ կենսաբազմազանությունն է փոխվում նաև։ Ասֆալտ են գցում, կենթանիների բնական ճանապարհները խախտում են։ Հա, դե, բայց գիտեմ, հիմա ես բան եմ կարդում պատմական ինչ որ 200-100,000 միլիոնավոր տարիներ երկրագնդում միշտ փոխվել է իր կլիմայական բանով։ Հիմա կարանք ասենք մարդու ազդեցությունը մի քիչ մեծացել է։ Չէ, բայց դա ուրիշ հարց է լրիվ։ Մենք ստեղ խոսում ենք դրա մասին, որ մենք այս մեր տունն է, մենք ստեղ ապրելու ենք, ուզում ենք երկար ապրենք, ու մենք անընդհատ անում ենք նես բաներ, որոնք վատացնում են իրավիճակը։ Ես չեմ որ դրանք որակապես վատացնում են, այսինքն մենք երբ որ մենք բաները չենք արել, վիճակը փոխվել է, երբ որ մենք բաներ չենք արել, ըստ էության բանել է եղել, այսինքն կենթանատեսակներ վերացել են տարբեր պատճառներով։ Չէ, դեյթան շատ հստակ է մարդածինի առումով։ Չէ, հենց դա շատ հստակ չի եւ կարաս բան մտնես բանել ինչ որ կենթանատեսակների վերացումը։
Չէ, բան կլիմայի փոփոխության մարդու ազդեցությունը։ Ինձ թվում է, ես ինչքան նայել եմ, շատ հստակ է այդ առումով, կան ինչ որ տենց sense մի քիչ մարգինալ կարծիքներ, բայց իրանք շատ քիչ են, իրանց վրա հետո բանն է, սովորաբար տենց աչերը տենց շատ են հիմնվում, բայց իրանք բան կոնսենսուսի մաս չեն, ինձ թվում է։ Պլյուս մենք ակնհայտորեն էլի խոսքի հիմա այս սախ AI data center-ները ակնհայտորեն վտանգ են կլիմայի համար, իրանց ամբողջ տաքությունով, ջրի օգտագործումով, կստати ջրի օգտագործումը ակնհայտորեն խնդրեմա դառնալու շատ շուտ։ Երբ որ մենք մաքուր ջուր ունենանք, ինձ թվում է այդ արդեն երկրագնդի փոփոխությունները չգիտեմ, ինձ էլ թվում է որ շատ ուղղված եւ ինչ որ նարատիվ է նա կարող է պրոստը չեմ հասկանում եւ ես դա ընդունում եմ, այսինքն բան է էլի որ կարող է վերջում եթե ես sense կարծիքով իմ նմանները շատ լինեն քո ասած առանց ջրի մնանք եւ լավ չլինի, բայց հետո գալու ես ջուր ուզես ջուր ունես ԿՊ-ի ծրագրում ջուրը բարձրագույն արժեք ջուրը կենարար հեղուկ է եկեղեցու բաժանումը պետությունից անընդունելի է հետաքրքիր ձևակերպում ակսել։ Այսինքն ասում է պետությունը ու եկեղեցին պետք է լինեն անբաժան։ Չէ, հասկանում եմ, բայց հենց այդ լավ ոչ մի կարող չխորանամ դրա վրա, բայց ես խիստ անհամաձայն եմ, իրանք պետքա առանձին գործեն։ Հա, ես եմ համաձայն։ Բայց եկեղեցին ոնց որ այդ հարկային համակարգում պետքա լինի։ Ես կարծում եմ, եթե ինքը Այդ արդեն դու մտցրեցիր իրան հստոր պետական Չէ, բայց այն իմաստով եմ ես ասում, որ իրանք պետքա բաժանված լինեն, որ եկեղեցին չխառնվի։ Բայց թե հարկամուծում, բայց թե եկեղեցու բաժանումը պետությունից անընդունելի է։ Ես կարծում եմ, պետքա հա, այստեղ ասում է պետքա չբաժանվեն։ Դու հետեւաբար քո ասած արգումենտներից բան ամ, այսինքն ես կարծում եմ, որ ինքը հանրային ինչ որ իշխանության սուբյեկտ է, հանրային կյանքի սուբյեկտ է, կարող է իշխանության լավ բառ չասացի, բայց հանրային կյանքի ինչ որ սուբյեկտ է ու ինչ որ ընդհանուր կանոնների պետք է ենթարկվի։ Հա, ես էլ եմ ասում, որ պետք է Ինչ պետք է պատասխանեմ, որ ասենք Այդ արդեն բաժանում չէ, էլի դա։ Նելսի անընդունելի են։ Պրոստը բաժանում ոնց, այսինքն ես իմ ասածով էլի բաժանում, բայց այսինքն ինքը հոգեվորով պետք է զբաղվի, այնի պետականով, բայց ինձ թվում է, որ ու պետականով հանրայինով, բայց ինքը մեկը մնում է հանրայինի մաս։ Այդ խնդիրը առաջացնում, եթե ինքը օրինակ հարկամուծում, ինքը սկսում է ինչ որ բան արդեն պահանջել, չէ՞, ոնց որ ցանկացած քաղաքացին կամ բիզնեսը, որը հարկամուծում, ինչ որ բան է պահանջում։ Երբ որ եկեղեցին ինչ որ բան է սկսում պահանջել, ինքը ունի շատ ուժ գեներացնելու հնարավորություն, ու այդ խնդիրների կարա բերի։ Իմ ընկալման ոնց ես եմ, ինքը առանց դրա էլ առանց հարկամուծելու էլ այդ ամեն ինչ ունի։ Դե որովհետեւ դե ու ինքը չէր խառնվի պետական գործերի, եթե ոնց որ իրան վտանգ չսպառներ։ То есть իրան մցրեցին քաղաքականություն։ Համաձայն չեմ, բայց ուզում եմ ասեմ, որ միջնադարի պատմությունն էլ եթե նայենք, այսինքն էլի տենց չի, հիմա կարող ես Հայաստանի օրինակը չեմ ասում։ Ես դրան չէ, դեն եմ ասում, որ եթե ինչ որ մի բան ուժեղ է, ինքը շարունակում է հանրային կյանքում ազդեցություն ունենալ։ Հիմա դու ասում ես քաղաքականություն կարող է չմտնի, բայց օրինակ կարող է օրինակ, չգիտեմ, այլ բան ոնց են ասում, աղաններ, բայց հիմա դենոմինացիաներ, կոնֆեսիաներ սկսի ճնշել, բան, որտեվ այդ ուժը ունի։ Ну, չթողի ինչ որ բան գործունեություն ցավանել։ Իրան օրենքը այդ խիստ արգելում է։ Դե դա եմ ասում, բայց այդ որ ուժը ունես, հա, պետությունն էլ է շատ բան արգելում սահմանադրությունը, բայց անում են, էլի դրա մասին է խոսքը։ Ես մեր այսօրվա իրականության մեջ երբ որ նայում եմ, մտածում եմ, որ իրանք տենց բաժանված են առաջին հայացքից։ Բաժանված լինի եւ իրար վրա ազդեցություն չունենան, կարա բաժանված լինի եւ ունենա ես այդ։ Ուղղակի մեր դեպքում հիմա ոնց որ եկեղեցին այդքան ազդեցություն չի ունենում պետության վրա, որքան պետությունը ազդեցություն է ունենում եկեղեցու վրա, այդ ներքին բաներին։ Օրինակ իմ համար, հա, այս որ ասենք կառավարությունը պետքա եկեղեցում բան այդ կանոնակարգը պետքա ինչ որ մշակի, բան ես չեմ հասկանում, ինքը պետքա չխառնվի, ինձ թվում է այդ հարցը։ Ես պատասխան չունեմ, դեռ տենց չհասկացա հարցը։ Մասնավոր ձեռնարկությունները հիմնականում ավելի արդյունավետ են, քան պետական ձեռնարկությունները։ Մենք այս երկար ենք քննարկել, էլի կարեք նայեք որ թեմաներ։ Նա սոցիալական արդարություն։ Հա, արդարության թեման։ Պետության թեմայում։ Հա, պետության թեմայում նաև ճիշտ է։ Սա ես համաձայն եմ, բայց ես զգում եմ, որ նաև մեր մեջ չոր ինքս իմ ասածներում հակասություն է, էլի։ Հա։ Ես չգիտեմ ինչ նշեմ, պատասխան չունեմ, թե համաձայն եմ։
Չէ, իրոքից իրանք ավելի արդյունավետ են։ Երբ որ ես հարցերը կարդում եմ, իմ մոտ sense կոնկրետ օրինակներ են կախվում, օրինակ ես մտածում եմ, հիմա հեծը եղել է մասնավոր, հիմա պետքա լինի պետական, ուզում եմ պատկերացնեմ կարա պետությունը տենց մեծ կորպորացիա ղեկավարի, թե ասենք տաշիր կապիտալ ավելի լավ է։ Մի տարի բան անում, որոշումը ծախի, դա տենց էլ կարաս չնայած, բայց բան սկզբունքորեն էլի, ենթադրենք։ Դպրոցական ծրագրերում արկա հայ առաքելական եկեղեցու պատմության դասաժամերը պետք է դասավանդեն հենց եկեղեցու սպասավորները։ Խիստ անհամաձայն եմ։ Ես համաձայն չեմ։ Ոնց որ կարան այլ մասնագետներ, ոնց որ եկեղեցու պատմությունը պարտադիր չի հոգեվորական։ Ես մտածում եմ, որ կարա եկեղեցու սպասավոր դաս տա, բայց ապարտադիր չի, բայց այդտեղ չի էլ ասում, որ պարտադրության մասին ոչ մի, պետք է ասում։ Պետք է պարտադիր է, որ դասավանդեն հենց եկեղեցու Ես թվում է, եթե պատմություն է, իհարկե կարա վարդապետական այնտեղ համակարգ կա, որը հենց ոնց որ գիտական, դաստիարակչական կոմպոնենտ ունի, բայց ինձ թվում է նաև բացի այդ ոնց որ լսարան մտնում է հենց հոգևորականը, այսինքն նաև այդ իր ստատուսով եւ այլնով է մտնում, ինձ թվում է այդտեղ բան կա, էլի, ազդեցություն կա։ Ես կարծում եմ, որ պետքա Ստե մյուս կողմից ինչքանով մենք համոզված ենք, որ եթե մարդը ակադեմիական կրուգերից է, ինքը ոչ մի կողմնակալ բան չունի։ Հա, պետքա ընդհանուր լավագույն դեպքում լավ կլինի։ Ես սկզբից բան էի, գրել էի պատասխան չեմ, բայց հիմա ես հասկանում եմ, որ համաձայն եմ, որովհետև վնասի ինչ որ վնասակար ազդեցության հավանականությունը ավելի քիչ է իմ համար, եթե հոգևոր դաստա։ Ես համաձայն չեմ ինչի, որտեղ ասում ես ակադեմիականի, բայց ակադեմիականին կոպիտ ասես պատրաստում են հենց դրա համար։ Պատրաստում են, որ ինքը լինի անաչառ, չգիտեմ, օբյեկտիվ, գիտական, փաստահեն, քննադատական։ Այդ առումով եկեղեցում էլ է բավականին պատրաստված գիտական առումով։ Դե դոգմատիզմը կա, այսինքն էսենց հստակեցնենք, ստեղ ասում եմ, որ այդ դասաժամերը եկեղեցու պատմության մեջ, չգիտեմ, դու գալու է այդ բանը սպասավորը եւ ներկայացնի ինչ որ հստակ ընկալմամբ, չէ։ Ինձ թվում է, որ հակառակ դեպքում, ու էլի ես մեր իրականության մասն եմ ասում, կարող քաղաքական պատճառներով սկսի ուղղորդվել այդ դասը։ Մեր իրականության մեջ շատ էլի ոչ թե նկատի մեր իրականության մեջ ենք խոսում, բայց մի կոնկրետ քաղաքական կոնտեքստով նայել։ Եկեք այս հարցը հստակեցնենք, ասում եմ պետքա դասավանդեն հենց եկեղեցու սպասավորները։ Հիմա իմ դիրքորոշումն է, որ պետքա դասավանդեն մասնագետները, որոնք եկեղեցու պատմությունը կարան նորմալ օբյեկտիվ անաչառ բազմակողմանի ներկայացնեն, այսինքն դա կարա անի համ եկեղեցու սպասավորը, եթե ունի այդ ունակությունները, հմտությունները, համ ասենք հայոց պատմության մասնագետը, որը նաև առանձին ուսումնասիրել է հայոց եկեղեցու պատմությունը։ Դրա համար ես համաձայն չեմ։ Ես կոնկրետ մեր դեպքում, իսկ այստեղ նշվում է հենց հայ առաքելական եկեղեցու դեպքը, ես մտածում եմ, որ հոգևորները պետք է դաստան։ Դե օրինակ ես ուրիշ բան կարամ հարցնեմ, ասենք եթե բան է, ես որտեվ դեպքեր կային էլի, հիշում եմ, որ եթե սպասավորն օրինակ դասը սկսել աղոթքով է, դա բան արդեն ոնց որ կարա բխի դրանից, էլի, դա նորմալ է թե չէ։ Հա ես բունտ էի անում։ Դեռ ուզում ասեմ, ես կարա բերի, էլի։ 100% ես էլ էի բունտ անելու, եթե իմ ժամանակ տենց բան լիներ, բայց ես քանի որ օգտվել եմ այդ ազատությունից, մնացածը չօգտվեն։ Մեր նայեք որտեղ եմ ես ասել։ Ուզում եք ձեր երեխեքը այսպես դառնան։ Մեր ուսուցիչը սպասավորներ դաստան։ Մեր ուսուցիչը ընդհանրապես նախկին էր, հետեւաբար եկեղեցու սպասավոր չէր։ Շատ բան է սեքսիստական մոտեցում։ Ժամանակակից աշխարհընկալման համատեքստում։ Ես չհասկացա որ կանեք չեն կարող լինել կիներ։ Բայց ինքը ավելի քան քահանա էր, հասկանում եք։ Բայց պատմության մասնագետ էր։ Հարկային համակարգը պետք է լինի այսպիսին, որքան ավելի հարուստ է մարդը, այնքան ավելի բարձր տոկոսով հարկ պետք է վճարի։ Ես համաձայն եմ, որտեղ ես համաձայն եմ պրոգրեսիվ հարկմանը։ Նույնասեռական անձինք պետք է իրավունք ունենան հանրային վայրերում շքերթ իրականացնելու։ Բարդ տեղ են գալի ու անիմացիոնալ, ես էլ եմ երևի համաձայն։ Այսինքն այդ իրավունքը պետք է ունենան։ Իրավունքը պետք է ունենան, բայց որ անեն չենք թողի։ Հա, այդ բանն է գալել, բայց խին անում, ասես, չէ, իրավունքը ունեն, բայց պրոպագանդա է։ Ես հասկանում եմ խեն անում, բայց այդտեղ էլի։ Չէ, ես էլ եմ հասկանում, այսինքն այդ ոչ կնես, պետք է չի հասկանալ, իստում է, այսինքն բոլոր իրավունքների մեջ չենք դնում, էլի, բանանը ոչ թե գիտես օրինակ բան է, ձուկ բռնողները ինչի են անում, էլի, հավաքանում։ Համաձայն եմ։ Մի տենց։ Չէ, ասում ենք մեծահասակների նկատմամբ անկախ նրանց բարոյական կերպարից պետք է առանձնահատուկ հարգանք լինի հասարակությունում։
Համաձայն չեմ, Խիստ երբ որ համաձայն եմ։ հերթը խախտում են, ես նռոյնանում եմ։ Պետքա խախտվի հերթը։ Ես ավելի համաձայն Տատիջան եմ։ առաջարի այդ մոմենտը փոքր վախտանից ամենասիրածս բաներից է հացի խաղատներում։ Իսկ ես կուզերնայի Ես երազում էի հաց վաճառողն էի, որ տատիներին ասեի առաջ եկեք։ Ասում եմ անկախ նրանց բարոյական կերպարից։ Իհարկե։ Չկա տենց իրավիճակ, երբ որ տարիքը միանշանակ կա, բայց ես sense եմ մտածում, այսինքն ոնց ես տատիներին դեմ չեմ, ճիշտ իսկ հասկացեք, պապիներին։ ոչ էլ պապիներին։ Ես մտածում եմ այնք լավ հասարակությունում դաստիարակվեր այդ ավակության նկատմամբ հարգանքը։ Այսինքն այդ իմ ինչքան էլ տարօրինակ է այդ Ես մի քիչ չեմ ազատության հասկանում դա բայց ինչով է տարբերվում, ինձ ասենք թվում է դա ընդհանրապես հարգանքից այլ մարդկանց նկատմամբ։ Այն առումով, որ մարդը, որ պարզա խիա պատմական տենց եկե։ Շատ երկար ժամանակ, եթե դու միջև ծեր տարիք ես հասել, դու ինչ որ բան գիտես արդեն, որտեղ որ սաղ ես մնացել այդքան էլի այս աշխարհում ու բարձա որ այդ եկել է ինչ որ այդ պատմական նստվածքը մնացել է, բայց ինքը իրանով շատ սիրուն պերֆորմատիվ մենք մեկը ինչ որ մշակութային պերֆորմատիվ բաների վրա հիմնված ենք, հա մենք բարև ենք տալի չնայած դրա պատճառը չկա, մենք առողջություն ենք մաղթում իրար դրա պատճառը չկա։ Էս էլ ինձ թվում է առողջարար բան է, երբ որ դու ծերի հանդեպ ընդգծված հարգանքով ես Համարես վերաբերվում։ հարցը շատ հստակ է ասում է, անկախ նրանց բարոյական կերպարից պետք է առանց հարգանք լինի։ Ես տենց եմ հասկանում, որ այդ չենք փորձում հասկանալ, Դու չես հարցնելու ամեն մեկից դու 90-ականներին ինչ էիր անում։ Չէ, դե համաձայն եմ, հա, ոնց որ ես դրա համար եմ ասում, ինչով է տարբերվում ավակների հանդեպ հարգանքը ընդհանրապես այլ մարդկանց։ Ասեմ ինչով, որ օրինակ ես, չեմ, հեսա 40 եմ դառնալու 2 տարուց, բայց ես всё շատ հանգիստ կարամ ավտոբուսում կանգնեմ։ Իսկ ձեր մարդը չի կարա։ Ու չնայած տարվա հետո համարս մտածում, որ ես օրինակ եմ։ Չէ, ուզում եմ ասեմ ավտոբուսում տեղերը ես նստել եմ, ես կարամ չհելնեմ։ Ու ես նույն ձև կարամ բոլորին վերաբերեմ, բայց եթե ավելի տես ծեր մարդը, որին դժվար է կանգնել, ես իրան զիջում եմ, որտեղ իրան դժվար է կանգնել։ Տես, ես երբեք չեմ նստում ավտոբուսում այն տեղերը, որոնք նախատեսված են տարեցների համար։ Մենակ եթե ասենք դատարկ ավտոբուսը տեղ հարմար է, օրինակ։ Ես միշտ զիջում եմ, անկախ նրանից այդ տարեց մարդը իմ ներվերին կազդի ինչ որ բանի պատճառով, թե չէ։ Ես տենց եմ վերաբերվում ընդհանրապես մարդկանց, էլի, եթե ինչ որ մեկը ունի դրա կարիքը, ես ընդհանրապես մարդկանց դրա այդ ձև եմ վերաբերվում։ Հիմա ես տենց լոկալացնեմ, պատկերացնում եմ օրինակ, երբ որ ինչ որ տարեց մարդ պայմանական մի երիտասարդ հնդիկի խտրականության է ենթարկում ավտոբուսում, մի քիչ հեռու կանգնի ես իմ ինչ, հիմա այդ մարդու բարոյական կերպարը իմ համար ասում, բայց դու տես ասում ես ինչ տարբերություն, հիմա ինչ տարբերություն տարեցա թե չէ, կարող է դա ջահել աներ։ Այսինքն եթե այդ հանում ենք Ես հենց այդ եմ ասում, ոնց որ առանձնահատուկ հարգանք, ես էլ այդ մարդու նկատմամբ չեմ տածում։ Հա, բայց դու առանձնահատուկ հարգանք չես տածի, եթե այդ մարդը ջահել է լինի։ Դրա համար եմ ասում, էլի, բայց ասում ենք, եթե այդ ամենը մոռանում ենք, չգիտենք։ Մի հարկան, կներեք, այդ տարեց մարդը ավելի քիչ ժամանակ է ունեցել բախվի այն իրականության հետ, որտեղ մենք բոլորս հասկացել ենք, որ քսենոֆոբիան վատ բան է։ Երբ որ ես շատ փոքր եմ, ես եթե հնդիկ տնայի փողոցում, ես հաստատ ռեակցիա եմ տալու, որտեղ ինձ ոչ մեկ չի սովորացրել։ Այդ անտերը սովորացնելով է, էլի, ինքը չի ունեցել հնարավորություն, ժամանակ, ինքը արդեն մեծ մարդ է։ Ես չեմ, ես կներես։ Իրան կարելի է մի քիչ բացատրել այդ ամեն ինչը, բայց ես մի քիչ ըմբռնումով եմ վերաբերվելու։ Որ ինչի ես պետքա ուրիշի, այսինքն բանը, չգիտեմ, փորձեմ պատճառ, կարող է լավ էլ ունեցել է եւ ինքը մեկը մարդիկ կան, որ ուղղակի վատ անդաստիրակ եւ այլն, չգիտեմ, պետքա ընդունել, որ կան այդ մարդիկ մեր մեջ, էլի։ Եվ դու բան ես, չպետքա բան անես, որտեղ ամեն ինչ փորձես պատճառ հետևանք հասկանալ եւ դրանից քո վերաբերմունքը կարա փոխվի։ Բայց այստեղ ես հասկանում եմ, որ եթե չգիտենք այդ ամեն ինչը եւ ենթադրություն չենք անում, արդյոք առանց ենթադրության անելու պետքա հարգել թե չէ։ Ես դրա համար ուզում եմ այսպես տանեմ եւ ամեն ինչ կառուցեմ հենց հարգանք բառի շուրջ։ Ոնց որ այդ ինչ դրսևորումներ ունենալու։ Եթե խոսքը նրա մասին է, որ ես առանց կանխավարկածի ընդհանրապես մարդկանց հարգանքով եմ վերաբերվում, այսինքն չեմ վնասում, չգիտեմ, հա տեղը զիջում եմ նաեւ հղի ավելի մի քիչ ավելի իմաստ։ Որովհետև էլի առանց ոնց որ նախատրամադրվածության ես ենթադրում եմ կներես, որ տատիկին ավելի դժվար է երկար կանգնած մնալը, քան զուտ ֆիզիոլոգիապես։ Օրինակ խոսակցության ժամանակ ես տարեց մարդու հետ խոսալուց ավելի քիչ եմ ընդհատում։
Ես դրա համար ուզում եմ քեզ ընդհատեի, որ դա ակտուալ է։ Մեծ քիչ են հարգում։ Ես էլի ասում եմ, այդ առանձնահատուկ հարգանք լինելու մասին է խոսքը, անկախ դա default բոլորի նկատմամբ պետք է լինի Ես ասում եմ, տարեց մարդուն ես ավելի քիչ եմ ընդհատում, քան թե իմ տարիքի կամ ինձ փոքր մարդուն։ Ինձ շատ ավելի փոքր մարդուն, դեռ չեմ լսելու ասել։ Բարոյականության մեջ հիմնականում 3 ուղղություն կա, էլի բան էթիկայի բարոյական, այդ փիլիսոփայական ընկալման մեջ է, կա այդ, չգիտեմ, նորմատիվիզմը, որ ինչն է ճիշտ, ինչն է սխալի ընկալումը, կա ուտիլիտարիզմը, որը ասում է ինչն է օգտակար, ինչը օգտակար չի, եւ ես երրորդի բանն եմ, դեոնտոլոգիան է, որ ասում է պարտքի զգացումն է, ինչ որ կապ չունի ճիշտ է, սխալ է, կապ չունի, չգիտեմ, օգուտ կա չկա, ինչ որ ներքին իրացիոնալ պարտավորություն, ես իմ շատ դեպքերում դեոնտոլոգիան հասկանում։ Բաներ կա, հա։ Ինձ թվում է, որ տենց բան է, ոնց որ բարոյական բաներ կան, որոնք պրոստը կան։ Դե դա է, որը պարտավորություն է ստանդարտի համար, որ աստծուց եկած է կամ ինչ այդպես բան, հա։ Դա եմ ասում, իրացիոնալ բաներ են, որոնց հանդեպ դու պարտավորություն ես զգում։ Այնինչ ես շատ դեպքերում ասում եմ, որ օքեյ, ես կապ չունի ինչա, կապ չունի, ես սենց եմ զգում, բան պարտավորություն ունեմ սենց պահելու, սենց եմ պահում։ Ես այս հաղորդման շրջանակում դուք չեք պատկերացնի իմ սուր անկյունները ինչքան են կլորանում այս մարդկանց հետ շփվելուց, ես տենց ինչ որ սենց ռադիկալ է, սենց սուրը յաթաղանը չէ, տենց պատրոն դաշը կապած սենց գալիս եմ։ Հա, բայց դու քվեարկի ոնց տենց բանը չեք համոզում։ Ես իհարկե տենց էլ անում եմ, չէ։ Հենց համաձայն չեմ։ Որովհետև էլի ասում եմ, իմ մոտ ընդհանուր հարգանքի մասին է։ Բազմազանությունը եւ հանդուրժողականությունը պետք է ընկած լինեն մեր արժեհամակարգի հիմքում։ Ես խիստ համաձայն եմ։ Ես էլ եմ։ Ես համաձայն եմ։ Ես էլ եմ։ Որովհետև այդ հանդուրժողականության մասով մի քիչ բաներն են։ Հանդուրժողականությունը իսկական հանդուր բառը։ Դե քաղաքացիների հարկերի հաշվին չպետք է գործի որևէ մշակութային հաստատություն, թատրոն, թանգարան, համերգասրահ եւ այլն։ Խիստ համաձայն եմ։ Ես էլ եմ խիստ համաձայն։ Բիզնես շահագրգռված չի լինելու նորմալ։ Հա, մի հատ էս թեմայով հետաքրքիր բան ասեմ։ Ես մեր ցիրկը շատ լավն է, ես գնացի նայել եմ։ Բան է։ Այդ ցիրկը թանգարան, գրադարան, օրինակ, բանը ոնց է կորեացի բան կա, տնտեսագետ կա, բան հայտնի գիրք ունի էլի աշխատություն ունի, կոչվում է վատ սամարացիները, ու տնտեսական խնդիրների արտաքին այդ օգնությունների, foreign investment-ների եւ այլնի մասին, որ միշտ չի որ տեն զարգացման են բերում, ոնց է անունը տարբեր կորեացիներ են գալի մտքից, որ բանը չէ, որ հաստատ իրանք չեն, Պակ Չոն Հինչի, ռեժիսորներ, դիկտատորներ, դες ջերվասված լավ գավա հիշամ ընթացքում, ու ինքը այդտեղ Twitter-ում էր հետաքրքիր բան գրել, ասում է բանա, հիմիկվա աստվածաբանական լեզուն դարել է տնտեսագիտականը, որ ասում է բան բյուրոկրատիան вообще ընդհանրապես էս ասում էր առաջ ոնց էր ինչ որ բանի անհրաժեշտություն հիմնավորվում էր աստվածաբանական արգումենտ։ Ասում եմ հիմա դաժե սովորական գրադարան լինելը դու փորձում են հիմնա այ որ կրթությունը կզարգանա այսքան բանով բանը երբ որ կրթությունը կա միջինում կյանքի որակը այսքան է բան տնտեսագիտական լեզվով փորձում ես հիմնավորել ինչ որ հասարակական բարիք էլի որ բանա։ Շատ է այդ առումով դզում Ժժեկի տեսանկյունը որ կապիտալիզմը շատ կրոնական էլեմենտներ ունի երբ որ մենք ուղղակի որպես տես կրոն ենք իրան դիտարկում ու ենթարկվում ենք կրոնական էլեմենտներ են իմաստով իսկ մենք եւի իրացիոնալ ենք շատ բաներով դրա համար մեծ հարազատ տրվում է ուղղակի դրան որտեվ է դա այս մյուս հարցը ենք կրոնական ամենից պարտադրվում ազատ առևտուրը բարգավաճման ամենակարևոր աղբյուրն է հա դե պատասխան չունեմ հա որտեվ ամենակարևոր աղբյուրն է համաձայն չեմ ազատ առևտուրը ինչ է նշանակում ազատ առևտուր որ պետությունը ընդհանրապես չի կարգավորում շուկան ես համաձայն չեմ ինձ թվում է այդ սոցիալական անհավասարության բանը կարա պետությունը երաշխավորում է որ այդ ազատ առևտուրը լինի որովհետեւ օրինակ չճամփին որ մի բան տանում ես բազար չգան թալանեն Չգիտեմ ես էլ չեմ դրա համար եւ պատասխան չունեմ այսինքն ինձ կարող է միջպետական առևտուրը ազատ մեսի լավ բարեգործությունը որպես կանոն նվաստացուցիչ երևույթ է կարիքավորների խնդիրներով պետք է զբաղվի պետությունը
Համաձայն չեմ, որ Համաձայն նպաստացուցիչ է, դա չեմ, կարա համաձայն։ բարի կամքի դրսևորում լինի, ինչ որ մեկը էլի մեր սոցիալական այդ արդարության ընդհանրապես այդ շրջանակում կարա իր ունեցած եկամուտից ֆարտից կամ գտնում է ճիշտ է կամ вообще գտնում է դրախտ անգնելու դրա համար։ Հարկերի ցախուսափում։ Ես կարծում եմ այդ նվաստացուցիչ լինելու պահը ավելի շատ կախված է թե ոնց է դա այդ ակտը ոնց է իրականացվում, էլի, ասենք դու տենց Ես որպես կանոն, հա, որպես կանոն այս չեն ժեստը կարծում։ Հիմա խոսքի բան, հա, այդ Գյումրի վերակառուցումը ինքը ինչ նվաստացուցիչ էր, ես չի ասի կյանքում։ Այդտեղ պետությունն ասում է, եթե զբաղվել է, թե դու ուրիշ բան։ Չէ, բարերարները դեռ բան Դա էլի բաց պետության չէ, լինիսի հիմնադրամ բան, ասենք պետության մենեջմենթի են տվել, հիմա կարաս ասես դրա թող այդ բանը փողը տան պետությունը դրանով զբաղվի։ Կամ ասենք թե էլի Ռուբեն Վարդանյանի Դիլիջանում արած գործերը, էլի ես չի ասի կյանքում որ նվաստացուցիչ ինչ որ էլեմենտ ուներ։ Ազգությամբ ոչ հայ ներգաղթյալների մուտքը մեր երկիր պետք է խիստ սահմանափակել։ Խիստ համաձայն եմ, իհարկե չէ։ Համաձայն չեմ, հա։ Ես էլ համաձայն չեմ, որտեղ խիստ սահմանափակել պետքա ոնց որ շատ մանրամասն քննարկել ինչի մասին է խոսքը։ Նայեք քսենոֆոբիայի մասին մեր հաղորդումը։ Ես նույնիսկ չեմ պատկերացնում ինչի համար։ Տնտեսությունում մասնավոր դիմացեք համարը վերջացրել ենք։ Տնտեսությունում մասնավոր սեփականության մասնաբաժինը պետք է ավելին լինի, քան հանրային պետական սեփականության մասնաբաժինը։ Ես խիստ համաձայն եմ այս դրույթի հետ, որտեղ կարծում եմ իմ ընկալումն է, որ ժողովրդավարության համար առանցքային է այդ մասնավոր սեփականությունն ու միջին խավը։ Մեր համակարգում ես խիստ համաձայն եմ, բայց էլի ես ասում եմ բայց դու ես կարաս նայես որ բան այս ինչ որ պայ բերելու է մեծ կորպորացիաների հարստության կարգավորել եւ այլն։ Դա սիստեմի հետ իմ խնդիրներն են։ Ես ավելի շատ պատասխան չունեմ, մի քիչ բարդ է իմ համար այս հարցը։ Գիտությունը պետք է ֆինանսավորվի բացառապես պետության կամ հանրային ֆոնդերի կողմից։ Սեվի համաձայն չեմ։ Ես համաձայն եմ։ Ինչու՞։ Որովհետև երբ որ մասնավոր կապիտալը մտնում է գիտության մեջ ինքը ուղղորդված է դառնում։ Դրա պատճառով օրինակ շատ երկար բժիշկները խորհուրդ էին տալի ծխելը COVID-ի ժամանակ։ Բայց պետությունն է որ մտնում է գիտության մեջ, բառն է, ստեղծում են ատոմային ռումբեր, ոչնչացման զենքեր, բայց նաև բաներ, ինչա անունը հետևելու ապարատներ։ Դու մտածում ես թե մասնավոր ինչ որ տենց կամպանիա կանոն ատոմային ռումբ ստեղծել չէ ստեղծելու։ Բանը վեճը նրանում է որ կապ չունի պետությունն է թե մասնավոր է տեղել, այսինքն այդ վատ բաները անկախ դրանից է ստեղծվում են։ Կարող է շատ լավ մասնավոր ընկերություն, շատ տեխնոլոգիական breakthrough-ներ։ Ցավոք էլի մեր համակարգում, եթե ինչ որ մասնավոր ընկերություն մտնում է, սովորաբար այդ ոնց արնում, այդ նույնը ինչ որ դեղի ռազրաբոտկա, որը հետո փակվելու է, մեծ գինավրեն դրվելու, էլի անարդարությունն ամենակ մեծացնելու։ Իմ համար այդ խնդրահարույց է։ Ինչ որ մեկը կոմենտներում կդնեք system of a down-ի, the system։ Հա, պետք է լինի ինչ որ պետական ֆոնդ, որտեղ մասնավորները եթե իրանք տենց գիտության ֆանատ են թողներ դրեն, եթե իրանք այդ են ուզում, փողներներ դնեն, ու այդ կառավարությունը ապահովի։ Ես վիճենք, բայց չանցեն չեն։ Խոշոր վերազգային կորպորացիաները չարիք են։ Դրանց գործունեությունը պետք է դադարեցնել։ Համաձայն չեմ։ Չարիք չեն։ Մարդու իրավունքների պաշտպանությունը պետության հիմնական։ Սպասի աշոտ ինչ ես չես ուզում։ Գիտես ինչ ասում դրա համար արագացնում ես։ Ասա, չեմ սահմանում։ Ես համաձայն եմ։ Ցանկացած այդպես մեծ ուժի կուտակում ցածած հիերարխիկ համակարգը իմ համար վատ է։ Պրոստը ժամանակը եթե որ պետությունը ու կորպորացիան իրար մեջ են համադրվում, ես չգիտեմ որի կողմից են։ Մարդու իրավունքների պաշտպանությունը պետության հիմնական գործառույթներից մեկն է։ Ես համաձայն եմ հիմնական գործառույթներից մեկը։ Ես մի քիչ դժվարանում եմ պատասխանել։ Okay։ Դե okay, չգիտեմ, մի քիչ չէ, ես օրինակ կարամ ֆակտը թե պետքա լինի։ Հիմնական գործառույթներից մեկն է։ Ֆունկցիան ասում է։ Հիմնականներից մեկը, չի ասում միակը։ Չարսն ասկան չեմ ասում վեճի ինչումն է, բայց կարող է մեր մտքում այնքան նստած է, որ մենք այդտեղ վեճ չենք տեսնում։ Դե օրինակ ասում է կարա լինի նաև օրինակ միայն անվտանգության ապահովումը, այդ որ մենք քննարկում ենք։ Գործառույթներից մեկն է։ Հա, դրա համար եմ ասում, ոնց որ եթե հարցը լիներ, հարցը պատվողը ընդեղ է, որ դու եթե ասես համաձայն չեմ, դու նկատի կարաս ունենաս, որ հիմնական գործառույթներից մեկը առաջնայինը, ասենք անվտանգության ապահովումն է, ոչ թե իրավունքների պաշտպանություն։ Հիմնական կարա երկուսն էլ լինի։ Դե, այսինքն համաձայն է, չեմ հասկանում սա խնդիրը։ Ես համաձայն չեմ։
Գոնե վերջում պատասխան արդյունքները տարբեր կլինեն։ Երկրի կարևորագույն ենթակառուցվածքները, ճանապարհները, էլեկտրակայանները, ջրմուղը եւ այլն պետք է պետական կամ հանրային սեփականություն լինեն։ Հիշենք Վեոլյան։ Էս Չէ, դե կարաս օրինակ մասնավոր ինչ որ վատ кейսերի վրա կենտրոնանաս կամ հակառակը լավ, բայց սկզբունքային, ասենք, եթե մտածում ես, որ նա Էլի ես երևի ասեմ պատասխան չունեմ, որովհետև էլի եմ ասում, հիմա ասենք Վեոլյան մասնա, որը ցախ ջրային այդ ենթակառուցվածքները իր ղեկավարման տակ են, բայց նենց չի որ բոլորը գոհեն Վեոլիայից, լիքը խնդիրներ կան, նույնը հեծի այդ կապը։ Բնական մոնոպոլիաները խնդիր են այդ առումով, դե հայ-պոստը պետական է ու ինքը բավականին աճ ունեցել է։ Շատ լավացել է, վերջերս շատ լավ կառույցը Այստեղ հետո ինձ թվում է սկզբունքային նաև այն հարցն է, որ եթե դու օտարին ես վստահում քո կարևոր ենթակառուցվածքները, ինչքանով հետո գլխի չի ջարդել, բայց հայ-պոստը բան չի, բնական մոնոպոլիա չի, ոնց օրինակ ջուրը կամ էներգիան, որովհետև դու մեկը քո FedEx, Schmedex, Globing բան սա ունես տարբերակները։ Ու իրանք մեկը մրցակցության մեջ են մտնում ու ստիպված են լավացնել իրենց։ Այդպես էներգիաներով է հիմա կա, ասենք արևային կայանները։ Հələ որ քիչ տոկոս է, բայց գնալով ինձ թվում է կբերի լավ փոփոխությունների։ Տալիս օրինակ շատ դեպքերում կարած դնես ու շատ մարդիկ դրանն անցնում են։ Մետր պետությունը էներգիա են վաճառում։ Իսկ սկզբունքային հարցին, այսինքն այդ օտար կոնցեսիոն բանը։ Բանին վստահել է ինչքանով երկաթուղին հա, քո հանրության համար խնդիր դառնալու, դրա համար քիչ պատասխան չունա, որտեղ երկուսն է կարա լինի, էլի, շատ կոնտեքստից կախված է։ Ես սերժ ավելի շատ համաձայն եմ, քան համաձայն չեմ։ Արդարադատության հիմնական նպատակը իրավախախտին պատժելն է, ոչ թե վերջինիս ռեաբիլիտացիան։ Համաձայն, խիստ անհամաձայն եմ։ Չէ, բայց այդտեղ վերջ նպատակը այն իմաստը, որ տենցա թե պետք է Այս էլ եմ արդեն որրորդ հարցն է, որ ես փորձում եմ հասկանալ, մենք խոսում ենք դրա մասին, որ ոնց ինքը պետք է աշխատի, թե ոնց է պա ֆակտո աշխատում։ Ես կարծում եմ, պետք է աշխատի։ Պետք է աշխատի բանն է։ Դու համարում ես, որ ընդհանրապես արդարադատության նպատակը պատժելն է, ոչ թե վերականգնելը։ Դե ես համաձայն եմ, որտեղ ես թվում է Այսինքն ռեաբիլիտացիան շատ չեմ հավատում էլի։ Այսինքն այն իմաստով որ հնարավոր է դա եւ դրան պետքա գնալ համաձայն եմ, բայց պատիժը որպես միջոց լուծելու հանցագործությունները մենակ վատացնում է իրավիճակը։ Ինչ թվում է առասարակ ընդհանուր ինչ որ բան է, որ պետությունը պատժիչ սխեմա է, պարտադիր չի արդարադատության։ Օրինակ այստեղ եթե sense լայնացնեմ, բանելա չէ, պատժելու համար էլի ինքը չի կարա ռեաբիլիտացիայի համար ուրիշ համակարգ Եթե մենք վերցնում ենք մենակ ոնց որ այդ բանտային պատիժը, մենակ բանտային է, չէ՞, բայց դրա համար ուզում եի հարցնել ասել արդարադատությունը որ պահից է սկսում, օրինակ սկսվում է ձերբակալման պահից։ Դե դու քրեականն ես նայում, բայց բացի քրեականից կա քաղաքացիական վարչական արդարադատություն, պետության հետ վեճ ես ունենում, չգիտեմ, ինչ որ բան է վճռում, իհարկե պատիժը մի քիչ արդեն քրեականի բան է տանում, դաշտ բառը էլի, բայց արդարադատություն առասարակ բանն է, էլի ինչ որ լավ, ես համաձայն եմ։ Արբիտրի անկախ, որը դատողություններ է անում։ Պետք չէ անդամակցել որևէ ինտեգրացիոն միության, քանի որ միություններին անդամակցելով պետությունը զրկվում է ինքնիշխանությունից։ Համաձայն չեմ։ Ես էլ համաձայն չեմ։ Ես եմ։ Միջազգային հարաբերություններում պետության միակ նպատակը ազգային շահը սպասարկելն է։ Համամարտկային արժեքները որևէ տեղ չունեն պետության արտաքին քաղաքականությունում։ Ես երկու մասի կբաժանեի ընդհանրապես երկու լրիվ տարբեր պատասխաններ, որտեղ Բայց ես ավելի շատ համաձայն եմ, քան չէ։ Ես արդեն ուզում եմ վերջացնեմ սրա հետ։ Բանը, դե սրա մասին էլ ենք խոսած ազգային շահի հաղորդումը նայեք, սկսող լինքերով ամեն հարցի տակ։ Ես համաձայն չեմ, որտեղ ինձ թվում է Հիմա նշում ենք մեր տարիքը, սեռը։ Դե կարանք ռենդոմ նշենք։ Չէ, ինձ հետաքրքիր է։ Դե սկսենք ինձնից, հա։ Չի հայտնվելու այդ դատան իրանց մոտ հայտնվել։ Հա, ոչինչ, իրանց մոտ թող հայտնվի։ Ուրեմն ես չափավոր ազատական ձախ կենտրոնամետ եմ։ Նույն բանը։ Ես բան եմ, աճ կենտրոնամետ եմ, չափավոր ազատական աճ կենտրոն, քրիստոնյա դեմոկրատիայի ազատական թևը, սոցիալ-լիբերալիզմը, հին սոցիալական շուկա, սոցիալական արդարություն, ինդիվիդուալիզմ, պրոգրեսիվիզմ։
Վերջի երկուսի հետ համաձայն եմ, մենք պրոգրեսիվիզմը, Ինձ թվում է մենք ոնց կարևոր մի ժամ 15 գարասկոպների վրա այդ ընց եմ ես ինձ զգում։ Ինչ ես ժխտում կոմոդ ինչ բան է ժխտողական հոգեբանությունը դինայել է մոտը պրոստը էլի արդյունքը դուրը չի եկել։ Չէ, բայց դե հարցերը իսկ բանը ինչ որ պարադիգմայի մեջ են, այդ պարադիգմայի մեջ մի հատ էլ ուղղորդված են, դու ընտրում ես ինչ որ տեղ այնտեղ մեծ մասով ես պետք է պրոստը սխմեի պատասխան չունեմ։ Դա չէ դա։ Ինչ թվում է մերս քննարկումը ավելի շատ այդ հարցերը հենց գաղափարախոսությունները բնութագրող հարցեր են, դու ոնց կպատասխանես, չէ՞։ Դու ինչ էիր ուզում մեծ լինել։ Գնայի, նախ պետք է ընդունել թերություն կա եւ չափելը ակնհայտ չի կարա ճիշտ չափի, որտեվ դու էլ ես շատ դեպքերում կոնտեքստը կարևորում, ինքը այդ կոնտեքստը քո համար չի հասկանում եւ շատ դեպքերում կարա ինքնա գնահատական այսպես ասած ավելի adekvat լինի, բայց հակառակն էլ արի, օրինակ ես գերմանացու հետ էի խոսում, մի հատ նման գործիք էին իրանք ունեն Գերմանիայում ամեն ընտրությունների համար, ինքը ասում էր որ ինքը կուսակցական է, էլի կոնկրետ կուսակցության, ասում է բայց այդ մեր գործիքը որ անցնում են, ես երբեք մեր կուսակցության բանին չեմ պատկանում, էլի, բայց մարդը կուսակցությանը մի անդամ, ասում ես հակառակ թևում եմ, էլի հայտնվում։ Հիմա շատ դեպքերում նաև մեր վերաբերմունքը ձևավորվում է քաղաքական կոնյունկտուրայի զբաղից, էլի, դրա համար կարա տարբերություն լինի։ Այն հետաքրքիր։ Вообще ձեր համար գաղափարախոսությունը նեգատիվ կանոտացիա ունեցող բառ է թե նեյտրալ։ Իմ համար դրական կանոտացիա ունեցող բան։ Գաղափարական չի, բայց եւ նեյտրալ։ Դե որ նայեք, բան, որ օրինակ ռուսերեն որ ասում են իդեոլոգիա, ինքը ինչ որ բացական բան ունի իր մեջ, էլի, ոնց որ իդեոլոգները, բան, հետո ոնց որ մենք այս պոստմոդեռնիստիկ աշխարհում սաղ ձև ենք թափում, որ մենք իդեոլոգիաներից բարձր ենք, ավելի խելացի ենք, ինչ իհարկե դա ինչ չի, բայց ինչ որ տենց վերաբերմունք կա, որ գաղափարախոսությունը ինչ որ տենց բան ունի, էլի ուղղորդված, պրոպագանդայով ոշտված, ինչ որ տենց բան է։ Ունենք ես այն մարդկանցից եմ, որոնց իսկականից պատասխաններ են պետք ինչ որ բաներ հասկանալու համար, ես այդ անորոշությունների մեջ շատ եմ խառնվում։ Ունենք նկատել եմ, որ Տիգրանի մոտ տենց չի, դու սենց ավելի լայն ես նայում ինչ որ բաների համար, հա, հենց այդ ոնց որ ես դրա հակառակն եմ, ոնց որ մի քիչ չի ասի, ես չի աշոտի ասած ինչ չի ասի։ Չէ, դու կարաս ասես որ դու, չնամ, մատերիալ ռեդուկցիոնիստ ես, որ դու ամեն ինչը պետքա չափես ըստ իր բաղադրիչների ու ես ավելի շատ բան եմ ասում, ես ոչի բան չգիտեմ, ոչի բան չեմ կողնորոշում եւ դրա հետ կարամ օքեյ ապրեմ, հա, չեմ կարում օքեյ ապրեմ։ Ինձ պետքա շատ կոնկրետ երևույթների բացատրությունները հասկանալ, պատասխաններ ունենալ, որ ես կարողանամ աշխարհին sense կոնկրետ նայեմ։ Ես այնեք շատ եմ ասում, խոսքիս մեջ զգում եմ, էլի, որ ասում եմ մեր քննարկումները իդեոլոգիզացված են ախավոր։ Այսինքն մենք ցանկանում օրինակ եկեղեցու մասով, չէ՞, քննարկեցինք, մենք էլի ինչ որ եղած իդեոլոգի, որը իրականության, փիլիսոփայության, տրամաբանության կանոններով չի, այլ այդ իդեոլոգիզացիայի, որ մեզ արդեն տրված են, ու դու ոնց որ բան ես, շատ դեպքերում սկսում ես պայմանավորել քո պատասխանը եղած իրավիճակով, ու նաև դա բան է ստեղծում իմ զգացողությամբ, որ փակ արատավոր շրջան է, որ երբ որ դու տենց ես անում այդ իդեոլոգիզացիան, որ ապահովում են կողմերը, իրանք զգում են, որ պահանջարկ կա, ավելի են ֆորսանում, ճնշման մեծացնում այդ ծավալը իդեոլոգի։ Ու դու անդադ բանը, հանրային խոսակցությունը անդադ նույն բանի մասին է, դա օրինակ ես հիշում եմ 2-3 տարի առաջ քաղաքական տեսություն, որ բան էի կարդում էի համալսարանից մեկում, տեսության այդ առանցքային թեմայից մեկը հենց օրինակ բանը սեկուլյար եւ կլերիկ իշխանությունների հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունների փոխհարաբերությունն է, ինչքանով է դա հնարավոր համատեղել բան ու տարբեր թեմաներ կար, որ առաջադրանք էի տալի էսե գրելու այդ ամենը չհետաքրքրվող թեմաներ, որտեվ բան չկար, էլի շատ էին ասում են այդ ինչ թեմա է, էլի բանը, այտենց մենք այտենց խնդիր չունենք, բան, ու մի տարի հետո այտենց ինչ որ սուր դարձավ քննարկման հանրային, էլի, այսինքն իմ բանը այն է, որ ոնց որ շատ ենք այն թեմաները, որոնք իդեոլոգիզացված չեն, անտեսում շատ դեպքերում եւ դա կարող է իդեոլոգիայի հետ գաղափարության կապել չունենա այդ բառը, էլի, քաղաքականացված բան։ Հետո ինչ որ բայ այտենց բանը ֆորմա են ստանում, մենք սկսում ենք այդ դրա մասին մտածել։ Вообще բանա, ես արդեն ինչ որ տենց մեթոդ եմ համար գտել, ոնց եմ ես մեր վիպուսներին պատրաստվում, ես ամեն անգամ մի հատ ինչ որ փիլիսոփա եմ գտնում, չես ում ես սաղ դիտարկում եմ, էլի, ում ես ամենաշատն եմ, ում վրա եմ մի փիլիսոփա գտնել Կարլ Մարքսի։ Մոտիկ է, այս անգամ ժիժեկներ իմ համար, որտեվ ես
ես 2012 թվին հենց նայել էի իր ֆիլմը, ինքը ունի տենց Perv's Guide to Ideology ու այն ժամանակ ես այդքան հետաքրքրված չէի, բայց ես Ժիժեկի ֆանատ էի միջև իր вообще փիլիսոփայությունը նայել, որովհետև շատ rock and roll կերպար է, էլի իր շատ կայֆ բան էպատաժնի պրովոկացիոն տիպա ու ոնց որ ես նայել էի ժամանակին հիմա ես որ նորից վերանամ մեծ ես հասկացա ինչքան է իմ աշխարհայացքը իսկականում ձևավորվել տարիների ընթացքում այդ ֆիլմի պատճառով որտեվ ինքը ահագին բաների վրա իմ ոնց որ նույն բանը որ մենք Նոլանի մասին խոսում ենք ինքը ընդ է Բեթմենի մասին այդ սաղը ասում է ու առասարակ շատ կայֆ կինո է շատ խորհուրդ եմ տալի YouTube-ում կա ինքը ու Ժիժեկը օրինակ գաղափարախոսությունների մասին շատ կայֆ սկսում է նրանից որ դու չես կարող իրանցից դուրս լինես որովհետև դու մեկը իրանցով ձևավորված ես ու մեկը ինչ որ ձև դու իրանց մեջ մնում ես ու նույնիսկ մարդը որ մտածում որ ինքը վեր է ինքը ինչ որ գաղափարախոսություն այդ իր մեջ պարունակում է ու խնդիրը այն է որ բոլոր իդեոլոգիաները ես արդեն տենց եմ ասելու լեզուս քարկապուն գավ բոլոր իդեոլոգիաները այդ աշխարհի վրա նայելու ինչ որ ձև է բայց իրանք պարզեցված են միշտ իրանք չեն կարող իրականություն ցույց տան որտեվ ցանկացած լինիզան ինքը մի քիչ դիստորտ է անում հա բայց էլի պետք է ինձ թվում է հա պրոստը վերջացնեմ իր միտքը ինչում էր որ դու պետք է դու անխուսափելի ունենալու ես իդեոլոգիա բայց դու միշտ պետքա փորձես քո իդեոլոգիայի մեջ հակասություններ գտնես որտեվ իրանք կան ցանկացած իդեոլոգիայի մեջ կան հակասություններ ու հարցը մենակ այնքան է ինչքանով ես դու գիտակցում այդ հակասությունները թե դու ուղղակի այդ խաղը այսպես կուլ խաղում ես այդտեղ որ լսում եմ այս շատ Ժիժեկ ոչ կարդացել եմ որ շատ այսինքն մեմերից այն կողմը Ժիժեկին չգիտեմ դու ոնց իմ համար նկատում ես աշխարհայացքը ոչ թե գաղափարախոս այսինքն մարդիկ ունեն աշխարհայացք բայց օրինակ բանը որ ասենք բոլորը տեղավորվում են լիբերալիզմի այսինքն մարդը կա կարծիք չունենա հիմա կարասես կարծիք չունի որտեվ իրան հարմար է տենց ու ինքը այսինքն այդ բանով տեղավորվել է այդտեղ չեմ կարելի է վիճել բայց ինձ թվում է դե նիհիլիզմն է իդեոլոգիա գաղափար չէ դե իդեոլոգիա չի այդ աշխարհընկալում է որտեվ եթե գաղափարախոսություն դիտում են քաղաքական բանի տիրույթում, հանրային, պետական կառավարման, այդ առումով այդ մի բան է։ Եվ երբ որ ասում ենք նիհիլիզմ, չգիտեմ, եւ այլն, դա ոչ շատ փիլիսոփայություն աշխարհընկալում է։ Ես իմ ամենասիրած բանը կանեմ բառակազմական վերլուծությունը։ Ոնց ինչ բառ դնես, էլի դրա տակ։ Շատ եմ սիրում էլի բառակազմական վերլուծություն անել, այսինքն մարդ կարա ունենա լիբերալ աշխարհայացքներ եւ դա վերածվում է գաղափարախոսության, երբ դու սկսում ես խոսել այդ գաղափարի մասին, հիմնավորել եւ փորձել աշխարհը տեղավորել այդ սպեկտրում եւ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին տալ մեկնաբանություն այդ շրջանակում։ Բայց քո հայացքները մեկա ձևավորվել են ինչ որ իդեոլոգիաների հիման վրա, որովհետեւ դու այդ աշխարհում ու այդ միջավայրում ես մեծացել։ Չեմ, ինձ թվում է որ ձևավորվում են ուղղակի պատկերների իրադարձությունների, կարդացած գրքերի, կինոների հիման վրա ինչ որ մի բաներ, տեսակետներ, չէ, հետո սոցիալական կապերի, կամ սոցիալական կապերի։ Ես օրինակ բաներ չեմ հիշում որտեղ եմ կարդացել, ասում էր որ երկու ոնց որ լիբերալիզմը ու ուտիլիտարիանիզմը երկու հիմնական sense բան է, գիգանտների ուսերին է նստած, Ստյուարտ Միլի ու բանը Բենտամի, ու երկուսի ասում էր, որտեղից են առաջացել, երկուսն էլ բաներ, պատմել որ մենակ են մեծացել, փակ, շփող, մարդիկ են եղել եւ այլն, ասում եմ ոնց որ կարար, շատ նման է, էլի, այս մարդուց ուրիշ բան չէր գա, որ մենք կոմունա ենք, մենք պետքա իրար օգնենք, բան, այսինքն ինդիվիդուալի անհատի պաշտպանություն եւ օգուտի շփման եւ այլն, էլի, այսինքն կարա այն բանը մատերիալ միջավայրը հիմա կարամ ես մատերիալիզմի դիրքերից եմ ասում բայց այդ մատերիալ միջավայրը կարա ձևավորի այդ մարդկանց եւ միատել իրանք բանը դրա համար դժվար է շատ որ տենց բարձեցված երևի ու դաժե պարզամիտ նույնիսկ պարզամիտ երբ որ ասեմ իսկ թվում է տենց մարդիկ որոնք շատ ավելի շատ բան են հասկացել այդ իդեոլոգիաները գծել են, սահմաններ են տվել դրանց համար, ու մյուս մարդիկ, որոնք ասենք նոր ձևավորվում են, ինչ որ համապատասխանում արդեն տեղավորվում են դրա մեջ, մի բանի մեջ, որը արդեն կա, ուղղակի միջավայրն է ձևավորում իրենց դարձում։ Ես մի քիչ վատ բան եմ տեսնում, օրինակ, որովհետև ոնց որ ազատությունը սպանում է, էլի մարդու մտածելու, այսինքն դու մի անգամ ինչ-որ ռամկաներ կա ու փորձում ես ինչ-որ ռամկան իրականությանը ցենց հարմարացնես շատ դեպքերում, երբ որ դու ոնց որ չես հասել այդ մտքով, էլի, դու չես կարող իրականությանը նայես օբյեկտիվ, դու մեկը ինչ-որ ռամկայով ես նայելու, էլի ռամկայով ես նայում, բայց ուզում եմ ասեմ դու ինչի՞ չես ձևավորում քո ռամկան, այլ եղած ռամկաներից վերցնում ես ցենց բան ես անում, երբ դու քո ռամկան ձևավորես, դու պետք է լրիվ ցենց մեկուսացված լինես
Ես ուրիշ բան եմ ասում, դու ինձ թվում է իրար չենք հասկանում, մի հատ ուրիշ խոսք կա, ասում է եթե քո մի գաղափարով, քո մի հարցի հանդեպ դիրքորոշմամբ կարողանան կազմել քո մնացած հարցերի դիրքորոշումը, ուրեմն դու քո կարծիքը չունես։ Հա։ Իսկն դու վերցրել ես ինչ որ Package deal է հա, կոմոդ, հա։ մի հատ մեծ բանով վերցրել ես, իմ ասածը դրա մասին է, էլի։ Այսինքն դու ոչ թե ամեն հարցի մասին փորձում ես դիրքորոշում ունենալ, այլ դու ասում ես, հայ, ես երևի այս կողմից եմ, այս կողմի ժողովուրդը ոնց է այս հարցերին վերաբերվում, ուրեմն սենց ճիշտ է։ Այս կներես դավայ։ Չէ դու։ Ուզում եմ ասել այս թեստը, որ մենք անում էինք, դա տեսեք մեզ սահմանում է տալիս, ասենք տալիս է սոցիալ-դեմոկրատիա կամ չգիտեմ ինչ, բայց մենք արանքում բաներ կա, որ մեկը մեր կարծիքը տենց պետքա տեղավորեինք դրա մեջ, որ մեզ ինչ որ բան տալ, բայց իրական մենք ունեինք առանձին բաներ, կարողա շատ խորանայինք լրիվ ուրիշ սպեկտր տաներ մեզ այդ քաղաքական քարտեզի Եթե մեջ։ դու օրինակ AI-ին խնդրես ինքը քո համար այտենց ստատկացնի, որտեղ դու կարաս բաց քո պատասխանները տաս, կարող է շատ ավելի հետաքրքիր պատասխան ստանաս։ Բայց ինքը մեկը տանելու է տեղավորի արդեն եղած Հավանաբար, բանի մեջ, հավանաբար, ինքը նոր բան չի հորինելու, ասենք չի ասելու, այս քո ասած գաղափարները ինձ ցույց են տալիս, որ դու ավելի շատ sense լիբերալ պահպանողական սոցիալ-դեմոկրատ ես, որովհետեւ կարաս օրինակ բան անես, եթե sense imaginative բաների բան ասենք կարաս, չգիտեմ, եթե ինչ որ բաներ ունես, manifest-ներ, գաղափարներ, ինչ որտեղ գրած բան, կարաս AI-ին upload անես, ասես օրինակ այս մարդը քաղաքական ինչ Հայաստան, ասենք 10 YouTube-ի այս վիդեոն, ես չէ լավ նախորդ վիդեոն, որտեղ դու ինչ որ մտքեր ես արտահայտում, ասես քո գնահատում, պես մարդը ինչ Հայաստան ունի, էլի։ Ընդհանրապես իմ համար էտել է խնդիր, որ կան գաղափարախոսություններ, որոնք ինձ ուղղակի այտենց իդեալ աշխարհում դուր են գալի, ոնց որ անարխիզմը, որը իր մեջ լիքը խնդիրներ կան, ինչի ինքը դու իրան չես կարա բռնի ուժով ստեղծես։ Այդ իրան գաղափարախոսությանը հակասում է, որտեվ բռնությունը ժխտվում է անարխիզմի կողմից, կցածի շատ մեծ բաներ կան, սխալ ընկալումներ կան անարխիզմի հետ առումով։ Հետո այդ օրինակ տենց, հա, ասենք թե, բայց այդ չի նշանակում, որ ես կուզենայի, որ մենք որ ես մտածում եմ, որ հնարավոր է հիմա Հայաստանում անարխիզմը առաջ բրդել։ Ես մտածում եմ կայֆ կլներ, բայց հնարավոր չի։ Հիմա ես պետք է ինչ-որ տենց ուրիշ տարբեր գաղափարախոսություններով կազմեմ ուրիշ Հայաստանում։ Ես հասկանում եմ, որ ազգայնականությունը այս պայն կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, որովհետև ինքը շրջապատված է շատ սպეციფიկ միջավայրով։ Ու ես սկսում եմ ինձ հակասել շատ տարբեր տենց իդեոլոգիաների մեջ, այդ երկուսը, մենակ այդ երկուսը չեն, հա։ Ես ինձ դուր չի գալի կապիտալիստական համակարգը, ես համարում որ ինքը մեջ չարիք է ու ամբողջ մարդկությունը շատ սխալ տեղ է տանում, բայց քանի որ մենք այդ խաղի մեջ ենք, մենք պետք է այդ խաղը լավ խաղանք, որովհետև հակառակը նշանակում է, որ տառապանքը շատանալու է։ Ու նորից sense անverջ հակասությունների մեջ ես չեմ կարող ինձ տեղավորացնել մի գաղափարախոսության մեջ, ես պետք է մեկից մյուսը թռնեմ անընդհատ իրավիճակից կախված։ Ձախ ազատական ես։ Բայց ես կուզեի մի քիչ դրա պատճառն էլ հասկանայինք ինչի են մարդիկ փորձում իրենց տեղավորեն, ասենք կարան ունենան տարբեր հարցերի մասին կարծիքներ, նույնիսկ հակասական, բայց ավելի հարմար է, ավելի ներկայանալի է դարձնում, չգիտեմ, շատ կայֆ է։ Իսկ թվում Չէ, շատ կայֆ է։ բանա, սոցիալական, քաղաքական, ոնց որ բաների համախոհներ գտնելու լավագույն միջոցն է, էլի, այսինքն ուզում ես դրսևորվես, էլի, ուզում ես նոր կարողանաս քո մասին խոսել եւ ինչ-որ հա, քո նմաններին գտնես, որտեղ դու մտածում ես դե մենակ ինչ որ հանրային թեմաներ է, ինչ որ պատկերացումներ ունեն բաման, տենամ ինպես ով կա մտածող, ոնց որ այդ label-ն է, որ party-ին ասեն գնում ես ինչ որ բան ես կպցնում, ոնց որ տես փորձում ես քո նմաններին։ Ես ինձ ազգայնականությունը տենց իմ համար բացահայտել ու տենց մտածել դրա մասին, ինձ շատ հաճելի է շփվել ազգայնական մարդկանց հետ։ Առաջ իմ համար մի քիչ sense բարիեր էր այդ, որտեվ տարիքի հետ պահպանողական եք դառնում շատ բարովում ենք։ Չէ, առաջ ոնց որ իմ համար էլի տենց խնդիր կար ազգայնականության մեջ, որ ազգայնականները սովորաբար ավելի շատ վախում են ձախերից, քան ֆաշիստներից, ու այդ միջև իմ համար խնդիր է, որտեվ ես ձախ հայացքների մեջ վատ բաներ շատ քիչ եմ տենում իրականում, իսկ ֆաշիստական մտածելակերպի մեջ շատ վատ բաներ եմ տենում։ Ու դրա համար ինձ թվում է, որ ազգայնականությունը պետքա տենց մեկը ինքը քանի որ շատ լավ ձևավորված չի, ինքը կարա փոխվի այդ առումով, բայց при этом հենց ազգային արժեքների մասին խոսալուց տենց ուռապատրիոտիչսկի ինչ-որ թեկուզ բաների մասին մտածելուց ես իմ շատ մեծ հաճույք եմ ստանում այդ մարդկանց շրջապատում գտնվելը իմ համար շատ հաճելի է դառել։ Բանը ինքսիմա
ուզածին եմ քո ասածը հարմարացնում, բայց բան, որտեվ այդ ազատություն ունես դու։ Այդ ամեն ինչը անելու էլի, որտեվ դա, այսինքն եթե չլիներ, կարող ասես, չէ, ես պետք է պայքարեմ դրա դեմ, բան, էլի։ Կարող է։ Իրականում շատ հավանական է, որ դու ճիշտ ես, որովհետև երբ որ ավելի շատ establishment-ը ազգայնական էր թվում, ես շատ բնականորեն ուզում եի դրան հակադրվեի, բայց հիմա establishment-ը շատ ոչ ազգայնական է թվում ու ես նորից ուզում եմ բնականորեն հակադրվեմ։ Կարող է իմ պրոստը այտենց բանն է, դուխ противоречия-ն է իմ մեջ։ Իսկ այտենց ինչ որ բաժանում հնարավոր է անել աշխարհում ավելի շատ որ գաղափարախոսությունն է դոմինանտ գերակշռող։ Հա, Չէ, ինձ թվում։ հա, իհարկե։ Որով չէ, ինչի՞ չէ, որովհետև շատ տարբեր են։ Ես միշտ այդ բանը տարբեր լսարաններում ասում եի, որ Ամերիկայի ձախերը, միջին ձախերը, էլի, այդ Եվրոպայում աչեր են։ Ահա։ Այսինքն կոնտեքստից կախված էլի, օրինակ Ամերիկայում բան ինչ որ սոցիալական արդարություն եւ այլն, այնտեղ խոսում են նենց բաների մասին, որ Եվրոպայում աչ կենտրոնամետներն են խոսում, էլի, այսինքն տենց մի քիչ ավելի հարկերը պրոգրեսիվ սարքենք, աշխատանքային ժամեր սահմանենք, բան, էլի, իսկ Եվրոպայի ձախերը բան են, էլի, Եվրոպայի միջին ձախերը Ամերիկայում вообще կոմունիստ են ընկալվում։ Դրա համար ասենք բանա, տենց ամերիկացիների վերաբերմունքը կա, նույնը չգիտեմ, ասենք հիմա Մամդանին, որը բան Նյու Յորքի քաղաքապետը, Եվրոպայում ինքն կարող միջին ձախ տենց բան ընկալվեր, քաղաքական գործիչ, բայց ԱՄՆ-ում ինքնս վատ կոմունիստ են էլ իրան բան, սենց ուլտրա կոմունիստ են ընկալվում։ Բանա, վերագրելու հարց, բայց օրինակ եթե մենք պետություններից ասենք, ամենաշատը կապիտալիստ դեմոկրատ երկրները չեն աշխարհում։ Չէ։ Նույնիսկ ինչ բաժանում ես անում, եթե բաժանում ես նու կապիտալիստ դեմոկրատը մի քիչ էլի շատ սպეციფიկ բան, հա, ռեժիմի բանն է, եթե դեմոկրատ, չդեմոկրատներն ավելի շատ են։ Իսկ այն երկու կապիտալիստը ավելի շատ, շուկայական տնտեսությունով բաները ավելի շատ են։ Իսկ այդ ռեժիմի իմաստով հասկանալի է, ոչ դեմոկրատները ասեցիր, այն երկու գաղափարախոսությունները, որոնք ամենաշատն են հանդիպում, ասենք լիբերալ պահպանողական այդ երկու ուղղություններն են ավելի շատ հանդիպում, թե ասենք լիբերալ սոցդեմոկրատներ։ Թվում է շատ էլի կոնտեքստից է կախված։ Մի երկրի համար այդ լիբերալիզմը կարա լինի մյուս երկրի համար պահպանողական, էլի, շատ հանգիստ։ Այսինքն այնտեղ խոսվի օրինակ բանը, միտեղ, չգիտեմ, LGBT իրավունքները եւ այլն, դա բանը արդեն այնքան ամրացած է, որ այնտեղ բանը էլի չի քննարկում, դա կենտրոնական ինչ-որ կարող հայացք է, բանը արդեն բանը հիմքում է մի երկրում դա տենց ձախական դիսկուրս է, որովհետեւ դա նեղի պահպանողականությունը այլ մակարդակի վրա է, էլի։ Ստե հետաքրքիր է հիշել Հեգելի ու Ֆուկույամայի մասին, որ ասում էի պետք է դրա մասին խոսանք, որ խառը շրջապատս։ Չէ, Ֆուկույաման Հեգելի աշխատանքների հիման վրա էր իր End of History-ն գրել, որովհետեւ Հեգելի թեզն էր, որ տիպը եթե դու ունես չգաղափարախոսություն, այդ թեզիսն է դառնում, հայտնում է իր անտիթեզիսը ու իրանց պայքարի ընթացքում սինթեզն է հայտնում, որը դառնում է նոր գաղափարախոսություն, իր անտիթեզն է հայտնվում ու տենց անverջ գնում է ու կա տենց ենթադրություն, որ շուտ թե ուշ մարդկությունը հասնելու է ինչ որ final knowledge-ին, երբ որ մենք գալիս ենք ինչ-որ sense կետին, որ արդեն մենք նոր գաղափարներ չենք բերելու ու 98 թվին Ոչ ամեն մեկին կգտնենք նեո 98-ին Ֆուկույաման հոդված էր գրել, որ հետո գիրք դարձրեց, որը կոչվում է End of History and Last Man, որը նրա մասն է, որ մենք պատմության վերջը վերջին մարդը։ Հա, որ մենք էլ նոր գաղափարներ չենք բերելու։ Ինքը շատ սխալ է հասկացվում։ Վերջին մոհիկանը։ Հա։ Ինչ ուրիշ բան է ասում։ Ինքը սխալ է հասկացում շատ անգամ այն առումով, որ ասում է, որ տիպը ոնց որ ինքը բանա գովաբանում է հենց լիբերալ դեմոկրատիան, որը ինքը ամենաուժեղն է, բայց իրականում տենց չի, ինքը ավելի շատ ասում էր, որ արդեն նորություն չի գալու, որ այս պիկն է մեր մտքի քաղաքական, որտեղ ենք հասել ու համ, այսինքն ինքը ասում է պատմության վերջը եկել է, որտեղ այդ լիբերալ դեմոկրատիան իր այսպես կենսունակությունը ցույց տվեց ու հաղթեց կոմունիստական տրադիցիոնի եւ այլն եկել են այդտեղ ու դա իրականում հենց դա այս դրա մասին ասում որ սխալ է հասկացած որովհետեւ իր հոդվածը ի սկզբանե որ ինքը գրել էր ինքը միջև Բերլինյան պատի անկումներ ու ինքը այնտեղ նույնիսկ նշում էր որ անկախ նրանից փլուզվելու է կոմունիզմը թե չէ մենք արդեն ոնց որ գիտենք որ բանա ոնց որ այդ կոմունիզմի փլուզումը չի փոխել լիբերալ դեմոկրատիան ինչի մարդը կարա 90-ականների մտքին գա որովհետեւ
կոմունիզմը չկա, մեծ տարածությունը լցվում է լիբերալ դեմոկրատական գաղափարներով, բայց ինքը իր 10 տարի հետո արդեն ինքն իրան ոչ թե երգում է, ասում է չէ, այդքանը տենց չի եւ այլն, ինչը նորմալ է, էլի։ Ուղղակի մենք ինչ-որ այդ վերնագիրը շատ բան է, ասած արտավերջին ծախսության վերջբամը, դա շատ են էլի այդ դրա վրա կենտրոնում։ Բայց հա ինքը ասում է, որ դες ինքնությունն էլ արդեն կարևոր ազգային եւ այլն ու շատ տեղեր է դրանով ապետությունը առաջնորդվում ոչ թե մենակ լիբերալ դեմոկրատիկ գաղափարներով եւ այլնով, այսինքն հա դες տարբեր բաներ կան։ Դες մի հատ աշխատություն կար, որտեղ ասում էր, որ ուղղակի կներեք ես վերնագրեր ու անուններ հիշելուց լավ չեմ, ինձ հետից մի 5 անգամ պետքա բարձրացային կրկնել, այնց որ եթե հիշես ու մասն է խոսքը, դուք ասեք, որ պահպանողական հայացքներ ունեն ավելի շատ այն մարդիկ, որոնք ապրում են միջավայրում, որտեղ անվտանգային ռիսկերը ավելի շատ են։ Բայց ես մտածում էի էլի այդ նախորդի որ ասացի անվտանգությունը մի քիչ ինքը ըստ տարածքի կարա փոխվի, օրինակ մեր մոտ կարծում եմ շատ բնորոշ է, մեր մոտ պահպանողական հայացքները հենց այդ անվտանգային ռիսկերից են, բայց արդյոք Ամերիկան չունի անվտանգային ռիսկեր ու ինչի այնտեղ կամ արդյոք այնտեղ հանրությունը ավելի պակաս պահպանողական է։ Դե տարբեր միջավայրից է, ճիշտ ես ասում։ Ես էլի բանը, այդ World Value Survey-ն հիշեմ իմ սիրած, ինքը այդ հարցումների արդյունքում ոնց որ հասարակությունը մշակութային քարտեզների վրա է պատկերում, ունդե մի առանցքը բանն է ինքնաարտահայտվող եւ բան մի սպեկտրի մի անկոմ ինքնաարտահայտման բացածը ու մյուսը survival գոյատևման ռեժիմով էլի ապրող հասարակություններն են համայնքներն են այսինքն բանը էլի կախված միջավայրից կախված այդ անվտանգության հարցերից մարդիկ ինչ են ավելի առաջնային գոյատևումը ապրելը թե այդ արդեն այնքան երկրորդականը դարձել որտեվ այդ արդեն ոնց որ entitled ես ստացել ես դու բան ունես արդեն ինքնաարտահայտման post-material արժեքների մասին է քո համար կարևորությունը դառնում էլի դրա համար մյուսը դա չեմ հիշում կարծեմ պահպանողական ազատական առանցներ որ value survey մենք Հայաստանը բան էր իմ հիշելով վերջի բանով այդ գոյատևմանը մեր մոտ կա այսինքն այդ գոյատևման ռեժիմը գոյատևման survival բանին մենք ավելի մոտ ենք էլի շատ ուժեղ տպավորություն է որ մենք պահպանողական արժեքները շատ անգամ մանիֆեստային առումով առաջ ենք բերում բայց ես չեմ զգում որ իրանք պրակտիկ ինչ որ տես բան օգտագործում են հասարակության մեջ դες ինքը նենց ավելի շատ տես ցուցադրական գաղափարախոսություն է փորձես մի քանի օրինակ բերես օրինակ ինչն է պահպանողական գաղափարախոսության մեջ ինչն է մտնում մեր մոտ դե ինձ թվում է ինքը շատ ինքնաբացատրող բառ է այսինքն դու փորձում ես պահպանես old base էլի ոնց առաջ եղել է տենց է պահպանել ասենք հայերը ամուսնանան հայերի հետ օրինակ Ինչի թվում որ շատ ուժեղ գործածվում է, ինչ շատ խիստ բան չի։ Թվում է այնքան գործածվում է, որ դու չես նկատում դա, այսինքն այնքան ներկա է այդ խոսակցությունը։ Խոսակցությունը ներկա է, բայց խիստ չի ինքը։ Իրականության մեջ տենց է թե չէ։ Խիստ գիտես ոնց մարդիկ պահում են դա, անցալում են, հիմա իրական միջավայրը, ես հավատացած եմ, որ տնտեսական հարաբերությունները, սոցիալական փոխվում են, դրանից բխելով նաև բանն է փոխվում։ Այդ պահպանողականությունն է փոխվում, ինչն է սպահում, էլի։ Բայց հա, ես չեմ ուզում դրա հակակցել։ Նամանավանդ ինձ թվում է պատերազմը մեր վրա շատ է ազդել, որտեվ ինքը միշտ sense shake-up անում է, ցանկացած ողբերգություն հարցեր է առաջացնում, եթե մեր արժեքները այդքան լավն են, ինչի իրանք մեզ չփրկեցին։ Ու դրա համար շատ բաներ սկսում են վերանայվել, կասկածի տակ դրվել, նորից փորփրվել։ Ու այդ process-ի մեջ կարող է հիմա ես դրա պատճառով ինձ թվում որ մենք հիմա շատ հակառակ կողմ ենք շեղվել, մենք չերեւս պրոգրեսիվ ենք դարել, ինչը իր այդ բերում այն վտանգները, որ դու սկսում ես անմիտ քանդել, սարքելու նպատակով։ Այսինքն դու ինչ որ կարաս գրուպը գարա, տենց դու ուներ սիրուն պատմամշակութային շենք ու հիմա քեզ պետքա վիսոտկա ու դու իրան քանդում ես հանգիստ։ Ճիշտ եմ հասկանում, որ եթե օրինակ լինեին քաղաքական ուժեր, որոնք ունենային կոնկրետ գաղափարախոսություններ, որոնք մարդկանց կտային կոնկրետ պատասխաններ, կարող է այդ իրավիճակը մի քիչ ուրիշ լիներ։ Իսկ մեր մոտ օրինակ այդ մի քիչ բացակայում է։ Իսկ դրա անհրաժեշտությունը կա Հայաստանում։ Իսկ թվում է թե անհրաժեշտությունը լիներ կլիներ, իսկ հիմա չկա։ Ոնց թվում է օբյեկտիվ է դա նայ։ Դες դու ասում էիր, որ մենք ավելի շատ այդ սոցիալիզմի ազդեցության տակ ենք եղել այս երրորդ հանրապետության շրջանում։ Դες տարիներ առաջ Իսկ տակ այլ ունենք էլի, քանի որ պետությունը sense թե մեծ մասնակցություն ունի,
Հենց առանձին ցախական ուժ որ պետքա գա ասի, չգիտեմ, կրթությունը անվճար բան, ոնց որ այդ ամեն ինչը ինչ-որ տեղով կա, դրա համար գրավիչ չի թվում, էլի։ Նույնիսկ ես տենց վաղուցվանից երևի երեխա ժամանակվանից լսում էի, որ Ամերիկայի ցախերը, Ամերիկայի աչերը, սենց ինչ որ շատ կոնկրետ էր իրանց մոտ, իսկ մեր մոտ ես չեմ լսել երբևէ, որ սենց կոնկրետ լինի, որ կան, ասենք, այս խումբ կուսակցություններ, այս կուսակցություններ, որ այնտեղ երկու հիմնական ուժ կա, նույնը, ասենք, Բրիտանիայում 2-3 հա, որտեղ ընտրական կարանք ասենք ընտրական համակարգ քանի որ մեծամասնական է, ասում են տենց նպաստում է, բայց օրինակ դու չգիտեմ Իսպանիայի կամ Գերմանիայի բաներին չգիտես, չէ, աչերի, ձախերի բազմազանության, որտեղ դե ավելի շատ են, էլի։ Բայց մենք կան, ինձ թվում է, որ շատ ինֆանտիլ մոտեցում է, որ քո քաղաքական ուժերը մեծ մասով ասում են, այ դու ինչը լավ ես համարում, այ ես էդ եմ։ Անկախ նրանից դու ինչ ես լավը համարում։ Մոտավորապես հետ է գալի։ Շատ քիչ ուժեր կան, որոնք շատ հստակ են։ Խոսքի ես գիտեմ կան ուժեր, իրանք շատ քիչ տոկոս են հավաքում, շատ քիչ ուշադրություն ունեն, բայց որոնք հստակ գաղափարախոսություն ունեն։ Մեծ մասը չունի ոչ մի հստակ բան։ Խոսքի նույնիսկ բանը ուժեղ Հայաստանը իր ծրագրի մեջ ուներ ներկայացած կոնկրետ որ իրանք իմ աչակոմյա, պահպանողական բան գրած էր իրաց մոտ ինչեր, բայց իրանց ոչ մի ոնց որ քարոզչական գործունեության մեջ այդ չէր ասում, որովհետև այդ խանգարեր իրան։ Ինչ թվում ասում էր, բայց ես բան եմ հակված եմ, որ գաղափարախոսությունը էլի բան է, էլի ոնց որ փորձում ես ընտրողի մեկը հարմարվես, ես չեմ մտածում որ իրանք կրող էին այդ գաղափարախոսության, իրանք ծախող էին ուղղակի։ Բայց ցանկացած տեղ է տենց քաղաքականություն դրա մասին է, բայց այդ բաներ կա, որ կուսակցության գաղափարախոսության միջուկը ու պերիֆերիան, ոնց որ ինչա ինքը այն հիմնարար արժեքները ու հիմնարար իդեաները, որոնք ունի իր հիմքում, բայց կան հարցեր, որոնց մասին իր տեսակետները ըստ փոփոխությունների աշխարհաքաղաքական կարան վերաձևակերպվեն։ Բայց այդտեղ ինձ թվում է պրիզման էլ է կարևոր կուսակցությունը ինչ ենք նայում, որտեվ եթե նայում ենք որ կուսակցությունները համար պրոստը իշխանության համար պայքարի, իշխանություն ստանձնի եւ իշխանություն իրացնի, դա իր հիմ։ Այսինքն ինքը հարմարվելու է քո ասած իրականության, այսինքն այդ գաղափարախոսությունը կենտրոն պերիֆերիա, ինքը բան է փորձելու է հարմարվի հասկանա ընտրողը որտեղ ազատ տարածք կա։ Դե հենց պերիֆերիայում է հարմարվելու, ոչ թե միջուկում երևի այդ վերափոխումները անելու է այն ծայրամասի հարցերի վերաբերյալ ինչ որ փոփոխություններ կան։ Դե չէ, կարա նկատի ունեմ բան էլ լինի օրինակ շատ հարցերում օրինակ Լիմիկվա իշխանությունը մինչև 18 թիվ շատ ավելի այլ ձև էր նայում, որտեղ իշխանություն չէր, այլ ընկալումներ ուներ, խնդիրների մասին այլ կարող է ինքը պայքարում էր ասենք ընդդիմադիր ձայների համար այն ժամանակվա, հիմա ուրիշ բանը մասշտաբի ձայների համար, դրանից փոխվում է քո գաղափարախոսությունները, ընկալումները։ Իսկ ժամանակ քաղաքացիական պայմանագրին որ սպեկտրում էր գալի տեղավոր սոցիալ-դեմոկրատիայի, թե լիբերալ դե այն ժամանակ Եվի նույն տեղում են, բայց օրինակ եթե 18-ից 20-ը նայենք, ինձ թվում է բավականին ազգայնական խոսույթ կար, էլի, որը մինչև 19-ից արդեն առանց իզմերի գաղափարախոսություն։ Ես շոն 16-ից էլ էր այդ առանց իզմերը ասում, երբ որ հիմնադրվում էր, հենց հիմնադրումից ասվում էր, որ մենք առանց իզմերի ենք, եւ ինչ որ տրամաբանությունը շատ էին քննադատում, բայց ոչ թե մենակ իրանց դեպքում, այլ բոլորի դեպքում, որ նայում ես էլի եմ ասում, այդ իմ ընկալումն է կուսակցությունների նկատմամբ ես։ Իսկն իրանք հարմարվում են, փոխում են այդ իզմը եւ այլն, հիմա կարելի ասել դա առանց իզմերն է, էլի։ Այսինքն դու քեզ չես ասոցացնում ինչ որ խմբի հետ, որտեվ աշխարհը նաև բարթացել է, քո ընտրողն է բարթացել, տարբեր հայացքներ ունի, աշխարհը արագ է եւ ընտրողն էլ է փոխվում։ Բայց մենք դու որոշումներ ես կայացնում, չէ՞, նույն սոցիալական հարցերում, նույն այդ ծրագրերը, որ դու սկսում ես, իրանք տևում են տարիներ, դու այդքան ճկունություն կարող ունես ուղեղի, բայց քո ծրագրերը այդքան ճկունություն չունեն։ Ու ցանկացած տենց տարվա կամ 2 տարվա կտրվածքով դու կարաս մեկ այդ չափես ինչ գաղափարախոսությունով ասում, բայց այն իմաստը որ դրա ասում ենք որ զախականությունը Հայաստանում կա, չէ՞։ Այսինքն ոչ մի ուժ չի գալու, ասի ես լիքը բան սոցիալական կրճատում ենք բուհեր եւ այլը մասնավորեցնում ենք, այսինքն այդ հիմքը կա, ուտեղ միանգամից ողջ սպեկտրը նեղանում է, դառնում են շատ նման իրար մոտ են դառնում, լավ։ Ինչ որ հարցերը նաև ինստիտուտների կարողություններով է պայմանավորված, կարող է հիմա որպես մի ուժ գալի ասում, մենք էս ենք անելու ենք արել, գալի տեսնում են բանը պետությունը ինչ կարա անի, ասում են դե գիտեք մենք մեր գաղափարախոսությունը մի քիչ էլ ենք էս կողմ տանում, որովհետև էս կարա անի պետությունը, էլի, հա։ Կա որ հակառակ ասում են պետքա գանք բոլորը անվճար սարքեն կրթությունը, հատուկ գալի գան տեսնեն որ պետքան փող չկա, չի լինում, չի ստացվում։ Այդ իզմերի բացակայության մասը ուզում էի կապեի նախորդ այդ քո
կարծիքի հետ, որ ասում ես հագուցե եթե լինեին կոնկրետ գաղափարախոսություններ ուրիշ կլներ։ Իսկ եթե իրականում պետք է իզմեր չլինեն, որ կարողանաս ավելի հեշտ հարմարվես իրողություններին։ Իմ ասածը հենց դա, որ իզմերը անխուսափելի են։ Մենք չունենք այդքան ուղեղի կարողություններ, որ մենք իրականությունը տենանք լրիվ օբյեկտիվ։ Այսինքն որ դու նայում ես այս սեղանին, դու չգիտես ամեն ինչ այս սեղանի մասին, դու չգիտես իրան ով է ստեղծել, ինչ նպատակով կամ ինչ գնով է ինքը վաճ, դու իր ամբողջական ինֆորմացիան երբեք չունես, դու իրան պետք է ինչ որ կատեգորիայի մեջ բարձեցված դնես քո համար, որ դու սկսես իրան ճիշտ ընկալել ու օգտագործել։ Գաղափարախոսությունները մեր համար այդ ֆունկցիան են կատարում։ Էլի ես իհարկե համոզված եմ, որ ցանկացած գաղափարախոսություն ունի իր մեջ հակասություններ ու դու պետք է տեղյակ լինես իրանց մասին, բայց դու չես կարող իրանց խուսափես, դու մեկա իրանց մեջ մնալու ես։ Հիմա եթե մենք մեկա իրանց մեջ մնում ենք, ավելի լավ է մենք գիտակցաբար իրանց մեջ մնանք, իմանանք այդ իրանց հակասությունները ու խնդիրները, բայց մնանք իրանց մեջ, որովհետև պետք չի բարթացնել այն ինչ որ տեղից էլ բարդ է։ Ասկոս պետքա բարձրացնել, որ մենք կարողանանք շփվենք իրար հետ, ավելի լավ հասկանանք։ Որտեղ նայ, մենք այս շփման մեջ ամբողջ մեր ծրագրի ընթացքում խոսում ենք այդ բարձրացված կոնցեպտներով։ Մենք օգտագործում ենք իրանց, որտեղ իրանք նույնիսկ եթե շատ բան են նշանակում, ոնց որ դու ասում ես աչերը ու ձախերը ամենտեղ տարբեր բան են նշանակում, ես լրիվ համաձայն եմ, բայց նաև որպես նկարագրող ինչ որ տերմին իրանք օգտագործում են ու աշխատում են։ Մենք կարող ենք իրար շփվենք իրանցով։ Հա, բայց դες կշարունակես արագ չարձագանքելու։ Ոնց որ հարցեր կար, որ մենք տարբեր ձև ենք դաժե ընկալում, էլի, ասենց ասում են, եթե սենց է, ուրեմն սենց։ Դե հարցերը ված ձևակերպած են, չէ, բայց նույն այդ խնդիրները կարան լինեն, էլի, այտենց դրա համար, այսինքն կարող է մտածենք, որ երկուսը նույն բանն ենք, նույն ռեալիկով ենք, նույն բարձեցված բան, բարձվի տակը լրիվ ուրիշ բան է, էլի։ Ոնց որ ասում է իր աշխարհ հայացք եւ գաղափարախոսություն տարբերության մասին, հիմա այդ իրական Հայաստանը կոչվում է գաղափարախոսություն, այսինքն կառավարող կուսակցությունը ասում է, որ դա գաղափարախոսություն է իրական Հայաստանի, դրան սահմանում է տալիս իրական Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունն է այդ 20 պրագմատիզմ է, հա։ Հիմա ինքը աշխարհայացք է, որտեղ այս գաղափարախոսությունը այն իմաստով, որ քաղաքական է։ Իսկ իմ համար աշխարհայացքը շատ ինդիվիդուալ, շատ հայաց բան փիլիսոփայական բան է, կամ խմբային է կարա լինի, բայց էլի ոչ միայն քաղաքական հանրային հարցերի մասին է, այլ էթիկական հարցերի եւ այլն։ Իսկ ասենք իշխանության ոնց որ համար պայքարի կուսակցական, ընտրական այդ գործընթացի համար ստեղծված գաղափարների արժեքների խումբ է, որը պարտադիր չի նաև իրանց հացքում գրվում են հիմա։ Չէ, օրինակ նույն կուսակցություն կարող է պարզվի, որ շատ ավելի շատ մարդիկ մենակ ԿՊ-ի մասին, չէ՞, էլի շատ կուսակցություն կարող պարզվի, որ ավելի շատ մարդ տարբեր հայացքներ ունեն, ոնց է ասում, գերմանացին պարզվում է ուրիշ կուսակ բան է, անցնում է ուրիշ թե, բայց ինքը չգիտեմ, գտնում է, որ ստեղ ավելի, չգիտեմ, կոմֆորտ է իրան կամ ավելի լավ հնարավորություն։ Ու ես համոզված եմ, որ այն ինչ որ իրան կանում են էֆեկտիվ է, որտեվ այդ շատ բարձեցված գաղափարող ինչ որ աշխարհայացք, ինչ իրականության նկարագրությունն է։ Բարձը լավ է, հիմա քեզ ակասում ես։ Բայց եթե չէ, հենց այդ է, ես ասում եմ, որ բարձը լավ է, բարձը լավ է այն առումով, որ դու կարաս մարդկանց հետ կոմունիկացիայի մեջ մտնես ու մենք իրար հասկանանք։ Դա այդ էր ասում, որ հեշտացնում է խոսքը։ Քանի մնացածը սկսում են շատ բարդ բացել, դե գիտեք, вообще trip-ը լավ է, բայց sense trip-ը չէ, բայց իրականում sense Արցախի շատ տխուր է, որ մենք կորսեցինք, բայց հիմա այս պահին հենց այս պահին չեն գաղափարախոսություն չէ, ուղղակի բանը քաղաքական ինչ որ տենց պատասխանատվություն։ Քանի մնացածը դրանով են զբաղվում, իրանք շատ པարզ, հստակ, շատերին թեկուզ դուր չեկող, բայց པարզ ու հասկանալի կոնցեպտ են առաջ բերել, որը դու կարաս 10 վայրկյանում բացատրես։ Այդ միտքի մոտ եկավ այդ բանավեճերի, նախընտրական բանավեճերի ժամանակ, երբ որ հարցնում էին Արցախը հետ բերելու կամ բանի մասին, մենակ ոնց որ իրանք են, որ ուղիղ ասում են չէ, հետ չենք բերելու։ Այն մնացածը ոչ ասում են չէ, ոչ ասում են հա, սենց որ մարդ չի հասկանում, հիմա դուք պայքարելու եք Արցախը վերադարձնելու, որտեղ չեք պայքարելու։ Իհարկե, ես համոզված եմ, որ դու իրականության վրա պետքա փորձես այնքան ինչքան քեզ թույլ տալի ժամանակը խորը նայես, տարբեր կողմերից նայես եւ այլն, բայց երբ որ մենք խոսում ենք ամբողջ Հայաստանի մասին, լայն շերտերի հետ շփման մասին, հաղթումը ամենապարզ, արագ ու հասկանալին է, որտեվ ես չեմ կարծում, որ բանա շատ երկրներում նաև Հայաստանում հաղթում է գաղափարախոսությունը ընտրություններում, շատ ուրիշ բաներ են հաղթում, իսկ ավելի շատ մարդկանց ընկալելի լինելն է, ոչ այնքան գաղափարախոսություն։ Նայ, ցանկացած երկրում քրիտիկական բային իրանք շատ պետք են։ Դե հազար ուրիշ գործոններ կան, էլի նկատի ունեմ կարա հաղթի նաև այն դեպքում, երբ որ ուղղակի հակադրություն կա երկու թեկնածուի հիմնական, ասում են սրան չենք ուզում, սրան ենք ուզում, այնտեղ գաղափարի ընտրություն չկա, կապ չունի ով ինչ է ասում, ասում են մենք այս մարդուն չենք ուզում, տեսել ենք եւ վերջ։
Այսինքն այդտեղ որ ասել գաղափարն է հաղթել, բան է, էլի, անազնվությունը իրականության Չի հանդեպ։ թվում, որ Հայաստանում երբևէ ընտրություններում գաղափարախոսությունը որևէ դեր ունեցել։ Միանշան, ես կարծում եմ ընտրում են անձերի մարդիկ, միջև պայքարը կամ օրինակ, եթե վերցնենք այս վերջին ընտրությունը, ոչ այնքան այդ իդեոլոգիան է եղել առանցքը, որքան այդ հասկանալի լինելը, այսինքն հարցերին մի քիչ ավելի կոնկրետ պատասխաններ տալը։ որ Մարդիկ իրանք իրանց կողմից էլ արտացոլում են ինչ որ աշխարհընկալում, արժեքային բան, այսինքն մարդը որ ընտրում է այս մարդուն, որովհետեւ ասում է այս ոնց որ ավելի sense արժեքներ ունի, դրա համար ուզում եի ասել մի հատ տեսություն կա, կոչվում է median voter theory, այսինքն միջին ընտրողի տեսությունը, ասում է եթե շարես բոլոր մարդկանց ընտրողներին, այն մեջտեղի գտնվող հայացքներով մեջտեղում գտնվողը ում ընտրեց կոպիտ ասած, այդ ուժն է հաղթելու է։ Այսինքն բոլոր ուժերը փորձում են իրաց գաղափարներով գալ միջինին, բայց օրինակ փորձը ցույց է տալի, որ այդ median voter-ը նաև ժամանակի ընթացքում փոխվում է, կարող է գնա ավելի ձախ, կարող է գնա աջ, օրինակ Ամերիկայում բաներ տարիների ընթացքում չափել են, որ շատ աջ է գնացել։ Դրա համար օրինակ բացատրում էին բանը, էլի, Թրամփիզմի հաղթանակը, որ դեպի աջ է տեղաշարժ։ Հիմա մեր մոտ էլ կարելի է այտենց բաներ բացատրել, որ չգիտեմ, տեխնացուի հանդեպ աշխարհընկալմամբ եւ այլնով եւ արժեքային ընկալմամբ մեր բանը այտենց փորձում են։ Ես կներես համոզված եմ, որ Սոժը այս ընտրությունները իրանք գաղափարային են։ Ինձ թվում է, որտեվ ամբողջ ստրատեգիան ԿՊ-ի ինքը գաղափարային էր, նա ինչ առումով, որ այդ քարտեզը որ իրանք հակնում էին, որ ոնց են իրանք անվանում իրանք հակառակորդներին, այդ պատերազմի երագլուխ կուսակցություն, ու չնայած այդ երագլուխը գլխերից մեկը ընթացքում փոխվեց, հետո երագլուխ էր, թե երկգլուխ էր, հետո թե 4 գլուխ էր, այդ արդեն կապ չուներ։ Այդ սաղ պետք է ասել, որ այս մենք են, ինքս իրանք են, կա հակադրություն, որտեղ գաղափարախոսությունը գոյություն չունի, եթե չկա հակառակը, то есть չկա ինչ որ թթվածին շնչելու գաղափարախոսություն, որտեղ դրան հակառակվող չկա։ То есть դու առանց դրսի ինչ որ սահմանների չես կարող այդ գաղափարախոսությունը ոչ մի ձև բանես։ Ոնց որ ամբողջ իրանց կամպանիան դրա վրա էր հիմնված, էլի որ մենք հիմա էս ենք, սրա մասին ենք, իրանք դրա մասին չեն։ Ես կարծում եմ այդ ամեն ինչը ոնց որ մի բանի շուրջ էր, ես որ ասում եմ գաղափարախոսություն, մի քիչ ավելի լայն եմ sense պատկերացնում, որ ինքը տնտեսական, սոցիալական բանի, մարդու իրավունքների ինչ որ sense մի շարք բաղադրիչներ ունի, հա, իր մեջ, իսկ այն ինչ որ արվում էր ընտրությունների ժամանակ դա կոնկրետ մի բանի մասին էր, դե ոնց է տեսնում անվտանգությունը, խաղաղությունը, այսինքն այդ երագլուխը պատերազմի կուսակցություն, այդքան էլ չէ, բայց հա, այդ Հայաստանի քարտեզը ու մնացած բաները, եթե դու թոշակների ու բանի պահես ասելու, դրա մասին չեմ ասում, դրա մասին չեմ ասում։ Ինձ թվում է, որ դրանք մի բանի շուրջ էին sense։ Միջև է իրանք բանը պատերազմի ու խաղաղության թեմայի վրա կառուցված։ Միջև է իրանք հրապարակել են այդ դոկումենտը իրանց այդ բանի մասին, այդ իրական Հայաստանի, որտեղ շատ հենց մշակութային հարցեր կային։ Ես էլ եմ կարդացել, բայց նկատի ունեմ ընտրողներից են։ Հա, բայց Տիգրանը չի կարդացել։ Այդ դոկումենտի ոնց որ տարբեր ինչ որ արտացոլանքներ մենք տեսանք էլի տարբեր տեղեր, որ մենք պետք է հիմա Արագածը ոնց որ գնահատենք ոչ թե Արարատը կամ ինչ որ դες հարցեր։ Պատերազմի մասին է։ Ինքը պատերազմի մասին, ինքը միջազգային հարաբերությունների մասին էր, կոնկրետ այդ պատերազմի հարց չէր։ Ախր ես կորցրել եմ ինչի համար։ Ես որտեղ շատ լավ օրինակ է եւ ոնց է գաղափարախոսությունը մտնում մեր կյանք։ Դե չէ։ Այնքանով հա եւ այնքանով չէ, այսինքն ինչի է դա էական։ Զոհ մասկա մեր խոսակցության։ Որովհետեւ արդյոք մարդիկ գաղափարախոսությամբ են ընտրում թե չէ ու արդյոք այդ գաղափարախոսություններ թե չէ։ Որտեվ մեր պնդումը ուղղակի մենք ոնց որ բան ենք իդեալական ինչ որ սահմանում ենք տվե գաղափարախոսության ու չէ ենթադրենք էլի որ չի բռնում փորձում ենք ասել դե այս դեպքում հա այս դեպքում չէ այսինքն ինչ որ գաղափարական շերտ այդ ամեն ինչում կա այդ գաղափարական շերտը օգտագործվել է ընտրություններում ինչ որ ազդեցություն ունեցել է ընտրողների վրա միանշանակ ոչ միայն այդ փաստաթուղթը իրական այսինքն նույն բանը ընդդիմություններ անում կամ ոչ ընդդիմություն այլ ուժեր է էլի չբաժանենք ասենք երկու ունենք ընդդիմություն իշխանություն եւ ոչ ընդդիմություն չէ նկատի ունեմ ոչ ընդդիմություն ոնց որ ասում ենք ընդդիմություն ու իշխանություն ինչ որ 3-4 բանի ուժ ենք պատկերացնում ոնց ու ուրիշ ուժեր կային որ էլի ընդդիմություն է իմը չգիտես ինչի մեր խոսույթը արդեն նենց է ձևավորվել որ ուժերի մեջ կար ինչ որ գաղափարախոսություն շատ անգամ առանձին հստակ բայց իրանք կան որ նույն այդ մարտի մեջ չկային խոսքը գնում էր մենակ կոնկրետ շատ մեքանիզմի մասին այսինքն ազդեցություն միջոցներն էլ են ունեցել իրանց ֆինանսական գույքային միջոցները առանցքային
այն կարևորությունը, որտեվ այդ դրանով ես դու կարող քո բանը մարդկանց հետ քո այդ գաղափարները հասցնես, բացի գաղափարներից նաև ցույց տաս ինչի ես ընդունակ։ Իսկ էական ա եղել որ իշխանությունը ա եղել, ինչ որ բաներ փորձով ցույց ա տվել եւ դա բրական ու բացասակ է, ինչ որ բաներ չեն արել, ասել են դե չեն կարող, ինչ որ բաներ արել են, ասում են կարող են։ Իսկ այդ ամեն ինչը ցած մեծ կոմպլեքս է, էլի, որ ասել այդ փաստաթուղթը եւ գաղափարը բանա ընտրություն ա օգնել հա, բայց որ էական ինչ որ պետք է հասկանալ այդ մեծ փոփոխականների զանգվածում ինքը ինչ ազդեցություն, ինձ թվում է մեծ էական ազդեցություն, այսինքն 50+ ազդեցություն չի ունեցել։ Դերս է նույնա, դες այդ նույնքան ոնց որ իմաստունի քո ասածը, ինչքան ոնց որ արդյոք ինտերնետը օգնեց հաղթել։ Հաղթեց ու շատ կարևոր դեր ուներ, դες գաղափարախոսությունը ինքը կոմունիկացիայի միջոց է այս դեպքում աշխատում, ոչ մենակ աշխարհայացքի։ Այսինքն ոնց է ինչ որ ուժ կոմունիկացվում ընտրողների հետ։ Իրանք իրանց կոմունիկացիայի մեթոդները շատ լավ դրված էին՝ ի տարբերություն ուրիշ ուժերի, ինձ թվում է։ Ես համաձայն չեմ, ես էլի ասում եմ, բան ենք, ոնց որ իմ զգացողությունը շատ կա մարդկանց հետ քննարկելու ժամանակ, որ մենք այն pure politics-ը ոնց որ մեր համ մաքուր են կեղտոտ բան ուժերի բան, sense այդ ինչ որ պայքարը մենք դուրս չի գալի, այդտեղ ինչ որ հետաքրքիր բան չկա, դնում ենք մի կողմ, էլի, բայց այդ է շատ բան պայմանավորում։ Այդ ֆինանսական միջոցները, ով ոնց է կարողանում իր խմբերին կոնսոլիդացնել, ով ինչ կերպար ունի, ոնց է կարողանում, չգիտեմ, իրան դիրքավորի հակադրություն մյուսի։ Օրինակ չես իմանա, ասենք 21 թվականին այլ տեխնազուներ լինեին պայքարի մեջ, ոնց կլիներ արդյունքը, էլի, այսինքն այդ կոնտեքստը միշտ կարևոր է։ Հա, իհարկե, այդ ճիշտ է ասում։ Այդ դեպքում ոնց որ դուրս է գալի, որ գաղափարախոսությունը մեկը եթե նույնը լիներ, դրանից փոխվելու էր, էլի։ Չէ, այդ առումով չի ասում, իհարկե չի կարա ինքը ամենակարևոր ֆակտորը լինի այստեղ, բայց ինքը կարա դառնա ինչ որ ժամանակ հետո։ То есть եթե իրանք իրականից սկսել են build up անել դրա վրա ու շարունակեն նույն ուղղությամբ, ու արդեն հստակ շարժեն ու իրանք դառնան իրական Հայաստանի կուսակցություն, ու մենք խնդալով որ պարլամենտում բոլոր կուսակցությունները Հայաստանի հետ կապված ինչ որ բան մեկ ուժեղ Հայաստան, մեկ իրական, ասած վիճակ ստեղծվի, չգիտեմ։ Բայց ուզում ասեմ, եթե այդ գաղափարախոսությունը մնա, ինքը պետքա ստիպված ծնի ինչ որ Թվարկում ենք։ Բարգավաճ աստիկ։ Տեսավար։ Ոնց ինքը պետքա նաև ինչ որ հակադրվող գաղափարախոսություններ առաջացնի, ստիպված իրանք են ոնց որ թելադրելու, որ ինչի մասն են մենք դիջելու։ Այ լավ տեղ եկանք, որ այդ հրաշալի տեղ եկանք, որ իրանք իմ ասած է դա որ մեր քննարկումները ոչ թե գաղափարախոսությունների արժեքն են, այդ իդեոլոգիզացված են։ Այսինքն ինչ-որ կուսակցությունը այս պահին, որտեվ իր անկալումներով թեք ծուռ ընկալել է, որ էսա կարևոր, սկսել է այս գեներացնել, այն մյուսը դրան հակառակ ինչ-որ բան է ասում, ու դա դառնում է մեր քննարկման լեզուն։ Մենք սկսում ենք այդ իդեոլոգիա, եթե ինչ-որ արժեք ունես, չգիտեմ, որ միշտ ունեցել ես, այ հիմա մտածում ես, որ հիմա ես ասեմ դառնալու եմ ես ինչական, էլի։ Ու սկսում ես քեզ կաշկանդել, բան, ինչ որ բան ես անում, փորձում ես մի քիչ քո ոնց դու ես ասում, անկյուններդ փոխել, բան ու դու զգում ես որ ազատ այդ գաղափարական բանը չկա, էլի։ Բայց դաժան իրականության հարց, էլի, ոնց որ ես ասում եմ գաղափարախոսությունների հետ, այստեղ իրականությունն է դա, որ դու դառնում ես ինչ որ միական։ Չէ, բայց դու մեկը ինչ որ մեկին օգուտ ես բերում կամ քեզ օգտագործում են։ Բայց հիմա բան է, որ այնքան իդեոլոգիզացված բառա դարձե խաղաղությունը, որ դու ցանկացած միջավայրում խաղաղություն ասելուց բան ես դառնում ես ինչ որ չէ, նիկոլական չէ, բանը սուր բանը սադրիչ խոսակցության հրձիքը, այսպես է, որ դու բանը դες դառնում է եղած լեզվի, եղած արտահայտությունների մասով։ Հա, որտեվ խաղաղությունը որպես իդեոլոգիա ասոցացվում է մենակ ասենք իդեոլոգիզացվել է արդեն դա։ Հիմա լիքը բան չի իդեոլոգիզացվել։ Այստեղ մի քիչ բան է, շեղված պատկեր կա, որովհետև իրականում մնացած ուժերն էին խոսում հենց խաղաղությունից ու ասում են, որ մենք ենք մեծ, որ մենք չենք պատրաստում բան։ Դե բայց ինքը որ քանի որ հասկացություն իդեոլոգիզացվել է, այսինքն ինչ-որ բան է դառել է, որ ասոցացվում է կամ եւ նույն ասենք չգիտեմ 1000 ուրիշ բան, ազատությունը այդքան տենց չի իդեոլոգիզացված չի, բայց ինքնիշխանությունը էլի իդեոլոգիզացվել է։ Բեմ ասեմ դες բաների մասին մենք ոնց որ բան ենք ես եմ այդ խնդիրը տեսնում, որ խոսալուց միշտ մտնում ենք այդտեղ ու չենք կարող դուրս գանք, էլի։ Դու չես ուզում միշտ որ մենք մտնենք այդտեղ։ Հա, ես չեմ ուզում։
Ես ու Արփին հակառակ։ Հա ես շատ եմ սիրում դες բուրան բաներ, հա։ Սպասում եք, երբ այդ բանը գալու։ Երբ ենք սկսելու ծաղին քննարկել, քննադատել։ Միսը Բաներ, ես հարցեր որ բան էինք անում, կարծում ենք, ես անդադ մտածում եմ, որ այս ամեն մեկը կարող առանձին թեմա մի հատ դառնալ, ես մեր քննարկումը երկար եկանք։ Նու ամեն մեկը չէ, բայց կային հարցեր, որ արդեն խոսել էինք դրանց մասին։ Շատավը որ քննարկել ենք ագին, հա։ Երևի ամփոփենք։ Հա։ Այսօր մենք ուշ էինք սկսել, հոգնած էինք սկսել։ Ստացեք գաղափարներ, բայց ոչ բան չէ, ասենք։ Ես sense ասեմ, Ժիժեկին նայեք, ինքը դեմքա, ու բանա, ու ինքը ճիշտ է ասում։ Կստի, այդ առումով ասեմ, էլի, ինքը իր շատ սիրուն բանի է ինքը բերում, էլի, որ երբ որ ինքը ասում է ոնց որ դու չես կարող դուրս գաս այդ համակարգից ու միակ բանը ոնց դու կարաս ըմբոս տանաս այն համակարգի դեմ, որում դու գոյատևում ես, այս դեպքում կապիտալիստական համակարգի, որը տենց աբսոլյուտ գերիշխող է, իր շատ իմ համար անսպասելի բաներ է ինքը ասում, առաջին ինքը սիրո մասին է ասում, որ սերը բերում է քո վերագիտակցության քո սեփական, այսինքն ինքն է այդ որ մենք ասում ենք բան ճանաչիր ինքդ քեզ այդ գաղափարին դեմ է, որովհետև դու փոփոխվող երևույթ ես ու ինչքան դու դրա հետևից ընկնես, դու երբեք ոչ մի բան չես ստանալու իրականում, իսկ value-ն դու ստանում ես շատ անգամ արտաքին իդեաներից, երբ որ դու ինչ որ community ունես, կապեր ունես եւ այլն, բայց ոնց որ երբ որ դու սիրահարվում ես, այդ կապ չունի դու դրանից առաջ ինչ ես եղել, այդ սաղ քո մեջ բան անում, ու ինքը բերում է ուրիշ մտքի, որ ինքը ասում է, որ այս համակարգի դեմ պայքարելու ձևը գտնել ու քո համար քեզ շատ դուր կգա գտնել մի բան ինչը քեզ իսկականից կարևոր է քո համար ու հետևողական fail ես դրա մեջ որովհետև ամեն անգամ երբ որ դու ձախողում ես ինչ որ բանի մեջ դու քո սահմաններն ես ճանաչում դու այդ պահին գիտակցում ես քո սահմանները որտեղ են ու դու կարաս գաս ընդ էլի իր մոտ կան հետաքրքիր կոնցեպտներ նրա մասին ինչքան մենք կարանք բավականություն ու հաճույք ստանանք ինչ որ բան չստանալուց բայց անընդհատ ցանկանալուց В общем, ծանոթացեք Ժժեկի հետ, հենց իդեոլոգիաների հարցում այդ իր կինոն շատ խորհուրդ եմ տալի։ Ինքը շատ հետաքրքիր կոնցեպտներ է բերում, ոնց եմ բոստանալ այս ամեն ինչի դեմ ու ինչքան մենք իրականում շղթայված ենք ու դրա մասին կուրսի չենք ու даже լեզու չունենք, ոնց դրա մասին խոսանք։ Ես մի քիչ անարխիստական բաներ եմ ասում։ Ասում եմ իդեոլոգիզացված է մեր քննարկումը, ինչ խոսում ենք մստաված լեզվով, էլի, որովհետև մենք լեզուն դժվար ենք բան, որտեղ քննարկումներն էլ էլ։ Հա, ու մտածեք ձեր գաղափարախոսությունների մասին այն առումով, որ իրանք 100% հակասություններ ունեն։ Պետք չի իրանք կրոնական ինչ որ ճշմարտություն տալ։ Հա, մենք բոլորս ինչ որ ձև պետքա գոյատևենք, բայց եթե դու բերում ես նրան, որ դու համոզված ես, որ մենակ քո գաղափարախոսությունն է ճիշտ ու իսկ մնացածը սխալ է, դու հաստատ սխալ ես։ Ու աշխարհի իրականությունը մաքսիմալ հեռու է քեզնից։ Դու ինչ որ հեղինակի առաջարկում ես։ Կարդա։ Կարել Մարքս։ Այս բանը Մարքսի բարձուկը ցույց տվեց, որ այս առասարակ sense ծայրահեղ ձախականության այդ բան չունեմ, բայց ես միշտ այդ բացատրում եմ նրանով, որ ասում եմ, եթե մարքսիստական դիալեկտիկ մատերիալիզմի կոնցեպտով նայենք, Հայաստանը այն փուլում է, որտեղ աչականությունն է պետք, ինչը Հայաստանի կոմունիզմին էլի մի օր դիմա այդ փուլում ենք։ Դերժիկն էլ Մարքսի ֆանատան են, հա, ինձ ուղղակի միշտ Մարքսը դուր է եկել ու մարքսիզմը ոչ թե քաղաքական իր դրսևորումներով, այլ բան, այլ պատմությունը բացատրելու լինզայով։ Այսինքն ինձ միշտ դուր է եկել եւ բացատրելի է թվացել, էլի շատ բան, որ իմ համար հասկանալի չէր, Մարքսի գործիքակազմը, պատմությունը իմ համար ավելի հասկանալի է դարձնում։ Հիմա կարող է իմ հոգեբանական խնդիրներն են։ Հա, չգիտեմ, շատ բաներ աշխատուժի ազատական ասման, կնոջ իրավունքների եւ այլն։ Շատ ուժեղ կանխագուշակումներ արեց, էլի, շատ պրոֆետիկ էր։ Այնքան ոնց որ շատ բան է միշտ sense հատվածական եկել, որ տպավորություն է, որ արդեն ծանոթ ես էլի։ Բայց արժի կարդա։ Ինչ ասեմ, հետ չմնալով տղաների ինտելեկտուալ այս բարձունքից, ես կառաջարկեի կարդալ Թեոդոր Ադորնոյին, որովհետև անունը դուրս գալիս է։ Իսկ իրականում շատ հետաքրքիր գաղափարներ ունի եւ մինչեւ նոր փորձարարական հետազոտությունների նեոմարքսիստների անունը։ Այո, քանի որ ինքն էլ էր ազդված որոշակիորեն Մարքսից եւ մինչեւ այլ փորձարարական հետազոտությունները ինքը գաղափարախոսությունների մասին արդեն ուսումնասիրել էր, ինչ որ կապեր էր գտել տարբեր շրջաններում, թե ոնց մտածեին մարդիկ կախված ինչ որ ազդակներից, միջավայրից եւ այլնից, համել հոլոկոստի մասին լավ արտահայտություն ունի, ասում է բանաստեղծությունները, հա, բաներ գրելուց հետո Օսվենցիմից հետո բարբարոսությունը բանաստեղծություն գրել է։ Ճանաչել իմաստություն եւ ըսխրատ իմանալ զբանս հանճարո։ Հաջողություն։ Հա, հետևեք Infocom-ին, Telegram-ում, Facebook-ում, YouTube-ում
եւ մնացած բոլոր սոցիալական հարթակներում, գիտեմ, այս արտահայտությունը արդեն հազար անգամ լսել եք։ Պետք է սկզբում ու մեջտեղում ասել, վերջում ես ասել անիմաստ։ Հա, չգիտեմ, վերջում չեն։ Այն մարդիկ, որ միջև վերջ մնում են, իրանք տենց է արդեն հետևում։ Կարան սկիզբ տարվի մոնտաժով չգիտեմ։ Հա։ Դե լավ, պակա։